Բարի հանգստյան օրեր շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիր Weekend-ը սկսում է իր աշխատանքը, մենք Արարատյան դաշտում ենք ավելի կոնկրետ Վեդի ալկոգինե գործարանում եւ ուրախ ենք այս առավոտ ողջունել ձեզ եւ առաջարկում ենք միանալ մեզ, որովհետեւ մենք ունենալու ենք հրաշալի հաղորդում։ Այո, մի վայրում ենք, որտեղ բնությունը, գինին ու արվեստը միախառնվել են ու ստեղծել են կատարյալը։ Շատ գեղեցիկ է հենց այդ կատարյալը վայելել հենց այնտեղ, որտեղ այս արվեստն իրականություն է դառնում։ Հատկապես այս ամենին հաճելի տրամադրություն կհաղորդեն նաեւ մեր հյուրերը, մեր պատրաստված տեսանյութերը եւ բնականաբար նաեւ մեր տրամադրությունը այս հանգստյան օրերին։ Միանշանակ եւ ինչպես ասում են, հայերը հորինեցին գինին, Հունաստանում այն դարձրին բիզնես, իսկ ֆրանսիացիները դարձրին արվեստ։ Ես առաջարկում եմ, որպեսզի մենք եւս արվեստոտ մոտենանք գինու հրաշք արտադրությանը եւ ստեղծմանը եւ մեր այսօրվա օրը կրկին արվեստի վերածենք։ Միանշանակ արվեստի ենք վերածելու, որովհետև արվեստի հետ կապված յուրաքանչյուր դետալ կատարյալ է, ինչն էլ նաև խոսում է գինեգործության մասին, հատկապես հայկական գինեգործության մասին, որի արմատները վաղուց ի վեր արդեն եկել են միջնադարից եւ նույնիսկ ավելի վաղուց, այնպես որ այստեղ այդ ամենը պահպանելով մենք փորձում ենք ներկայացնել ձեզ հիշեցնելու համար այն ամենակարևորը, որ այստեղ զանգում ստեղծում է նաև հատուկ պահերը ֆիքսելու համար։ Իդեպ ուզում եմ նշել, որ զանգում նաև շատ հետաքրքիր համադրվում է գառան մսից պատրաստված ուտեստների հետ։ Այնպես որ յուրաքանչյուր ամեն դետալի համար մանրամասն մոտեցում կա եւ մտածված է։ Իսկ Վեդի ալկոն, հայկական գինեգործության բազմադարյա փորձի շարունակողը, շատ ավելի վաղ պատմություն ունի, ընկերությունը միավորում է երկու խոշոր ձեռնարկություն, 1938 թվականին հիմնված Գետափի գինու գործարանը եւ 1956 թվականին հիմնված Վեդու գինու գործարանը։ Այո, գինին այստեղ արվեստը եւ նաեւ չափանիշ գեղեցկության ու կատարյալին։ Ես համոզված եմ, այնինչ մենք այսօր այստեղ կտեսնենք մեր հանգստյան օրերի ընթացքում միանշանակ կհետաքրքրի ոչ միայն մեզ, նաեւ մեր բոլոր հեռուստադիտողներին, հատկապես խստապահանջներին, ովքեր մեկ գինու գավաթի շուրջ կարողանում են մի ամբողջ հետաքրքիր պատմություն ծավալել եւ այդ պատմությունը նաեւ կիսվել ընկերների հետ։ Հատկապես մեր հյուրերը ամենաընկերասերն են լինելու ու հետաքրքիր այս օրերին։ Այո, հետաքրքիր է լինելու շատ, ես վստահ եմ հեռուստադիտողները հաճույք են ստանալու այսօրվա մեր հաղորդումը դիտելիս, որովհետև մենք իսկապես շատ լավ ենք պատրաստվել եւ ուզում եմ անպայման շեշտել, որ գինեգործարանում այսօր արտադրվում է ավելի քան 100 անուն խմիչք, գինիներ, մրգահատապտղային ըմպելիքներ եւ ոչ միայն։ Այո, եւ այս ամենին գումարած այն ամբողջ տեսարանը, բնությունը եւ արևը, որը ջերմացնում ու ավելի կատարյալ է դարձնում այն ողջ արտադրանքը, որ ներկայացնում է Վեդի ալկոն, որի պատմությունը գալիս է դեռ շատ ու շատ վաղուց, այնպես որ այն ամենին ստեղծում է պատմության շնչով սոնա եւ հաղորդելով իհարկե այն մարդկանց տրամադրությունը, որոնք ստեղծում են այս ամենը, միանշանակ գեղեցիկ է։ Մառանները եւ մառանների հոտը, սիրելի հեռուստադիտողներ։ Իրականում ասում են աշխարհում լավագույն գինիները սիրում են լռություն եւ իսկապես մառանում ամեն ինչ ուրիշ է։ Օդը, հոտը եւ նույնիսկ ձայնը։ Լռությունն այստեղ ամենուրեք եւ ամեն քայլափոխին լռության մեջ խոսում է պատմությունը, խոսում է գինին, խոսում է այն ամենը, ինչ ներկայացում է եւ խոսում են այն մարդիկ, ովքեր ստեղծում են։ Իդեպ այդ մարդիկ այսօր խոսելու են նաեւ մեր եթերում։ Դե ինչ զանգուի հետ միասին մենք սկսում ենք բարձր տրամադրությամբ մեր առավոտը եւ առաջարկում ենք, որպեսզի հարմար տեղավորվեք էկրանների առջև եւ առաջարկում եմ, որպեսզի մի լավ երաժշտությամբ սկսենք մեր առավոտը, որից հետո վերադառնանք եւ շարունակենք։ Բարի առավոտ եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է մեր ծրագիրը եւ ուրախ ենք, որովհետեւ արդեն ամառն է մոտենում, ընդամենը 1-2 օրից կլինի սպասելի շատ սպասված։ Վստահ եմ դու ավելի շատ էիր սպասում, ամբողջ տարի միայն այդ մասին էիր ասում, ամռան 3 ամիսներին սպասում ենք իրականում մի ամբողջ տարի եւ դրանք ցավոք սրտի շատ արագ են անցնում։ Դրա համար առաջարկում եմ, որպեսզի այս անգամ պլանավորենք այսպես մանրակրկիտ եւ շատ լավ վայելենք մեր ամառը, որովհետև իսկապես շատ կարևոր է, որպեսզի լիցքավորվենք, էներգիայից ստանանք վիտամին D, ինչը մեր երկրում մարդկանց մոտ հատկապես շատ է պակասում։ Այո։ Իսկ
Իսկ չմոռանանք նաև ամենակարևորի մասին, որն է մեր պատմությունը, մշակույթը, որը ձևավորվում է ոչ միայն նկարչության, կերպարվեստ, թատրոն, նաև իհարկե այդ ամենը նշмарվում է գինեգործության մեջ։ Հատուկ շատ գեղեցիկ նախշեր կան, իդեպ Սոնա, ուզում եմ նշել, որոնք այսպես շատ հետաքրքիր ձևով տեղ են գտնում շարֆիկների վրա, ինչ-որ հագուստների վրա, որոնք իդեպ համաշխարհային նորաձևության տները, հենց հատկապես Հերմեսը, շատ օգտագործել է հայկական օրնամենտները, որոնք նաև տեղ են գտնում այս օրերին, ինչպես տեսնում ես, գինու պիտակների վրա, ընդգծելով մեր հայկականությունը եւ մեր մշակույթը։ Եվ մեր ավանդույթները, այո։ Հիմա իհարկե կադրում չի երևում, բայց ես այնքան ոգեշնչվում եմ հայկական այս մանր էլեմենտներով, որոնք ամեն անկյունում կարող ենք տեսնել, եւ իսկապես հայկական էլեմենտները յուրաքանչյուր հագուստի վրա շատ այսպես տպավորիչ տեսք են հաղորդում եւ իհարկե նվերի համար իդեալական տարբերակ կարող են լինել, եթե ունենք արտասահմանցի ընկերներ կամ հայ բարեկամներ, ովքեր շատ երկար ժամանակ ապրում են արտերկրում, վստահ եմ իրենց եւս կարող է շոյել եւ մենք էլ մեծ հաճույքով կրում ենք եւ հետեւում ենք նորաձևության տրենդներին։ Իսկ այս հարցում իհարկե ունենք հատուկ էջ, որը մշտապես օգնում է մեզ, որպեսզի մնանք ժամանակին համընթաց, տեսնենք ինչն է նորաձև եւ ընտրենք այն, ինչը մեզ է հարմար։ Ողջույն, ես Մանանան եմ, Daphne բրենդի հիմնադիրը, ասած շարունակում ենք խոսել նորաձևության տենդենսներից։ Վերջին շրջանում նորաձևության մեջ նկատվում է մի հետաքրքիր ուղղություն, դա կառուցվածքի ընդգծումն է, որը գնալով ավելի ու ավելի ակտիվ է դառնում, եւ սա շատ հետաքրքիր է դիտարկել հենց սոցիալական զարգացումների հիմքում։ Մենք գիտենք, որ նորաձևությունը շատ ազդվում է բոլոր սոցիալական գործընթացներից եւ վերջին տարիներին մենք ունեինք բոդի պոզիտիվի, այսինքն մարմինը ինչպես որ կա այդպեսին ընդունելու ընդհանուր շարժ եւ սա արտահայտվում էր նորաձևության մեջ, ունեին class size մոդելներ բեմում, բայց դրանց քանակը գնալով կարծես թե քչացավ եւ ընդհանուր այս body positive-ի ինստիտուտը կարծես թե խալխլվեց։ Սա տեղի ունեցավ վիրահատական միջամտությունների, ինչպես նաեւ բազմաթիվ պրեպարատների հայտնվելով, որոնք օգնում էին մարդկանց ուղղակի քաշ կորցնել եւ սրա ամենաակնառու օրինակներից է իհարկե Gucci-ի ցուցադրությունը, որտեղ ցուցադրվում էին հենց մարմինը ընդգծող հագուստներ եւ այստեղ հետաքրքրական է, որ կտորները նույնպես հատկապես ընտրված էին այնպիսին, որ կարծես թե երկրորդ մաշկի էֆեկտ ստեղծեին եւ ընդգծեին մարդու կառուցվածքը։ Եվ այստեղ շատ հետաքրքրական էր հենց Demi Moore-ի կերպարը Gucci-ի ցուցադրությանը։ Եվ այժմ նորաձևության շուկայում եւ միջին եւ պրեմիում դասերում մենք տեսնում ենք բրենդներ, որոնք ավելի ու ավելի լավ են դիրքավորվում, հատկապես այն բրենդները, որոնք արտադրում են հենց այսպիսի հագուստներ, օրինակ բոդիներ, տոպեր, լեգինսներ, որոնք որ ավելի լավ են ընդգծում մարմինը։ Իսկ պոդիումում մենք շարունակում ենք տեսնել մարմինը ընդգծող գեղեցիկ հագուստներ։ Ուր գնալ հարցին մենք արդեն պատասխանել ենք, որովհետև գտնում ենք մի վայրում, որտեղ կա բնություն, մշակույթ ու արվեստ։ Այդ հարցին արդեն ժամանակն է, որպեսզի պատասխան գտնեք դուք։ Շատ չենք թողնի, որ տանջվեք, որովհետև ունենք մի էջ, որը հատկապես փոքրիկ հուշում կարող է լինել ձեզ համար։ Խնդրեմ։ Մայրավանք գալը պարզապես զբոսանք չէ, այստեղ պետք է գալ հավատով։ Մեր ճանապարհը մեզ բերեց դեպի Մայրավանք, ճանապարհը բարդ էր, գրեթե անանցանելի, բայց մենք եկանք, հասանք ամենագնացով։ Իսկ այս բնությունը, որ տեսնում եք, մեզանից սեր, հարգանք ու ուշադրություն է պահանջում։ Ու որ ամենակարևորը, այստեղ պետք է գալ հավատով, ոչ թե իբրև զբոսաշրջիկ, այլ ուխտավոր։ Կոտայքի լեռների մեջ, լռության մեջ կանգնած է Մայրավանքը։ Խոնար ու վե, միաժամանակ պարզ ու անսահման խոր ճերմակում է լեռամփեշին Մայրավանքը, ինչպես մի մոմ, վառված դարերի մթության մեջ։
Հավատքը որպես լույս ապրում է այս պատերի ներսում, իսկ հավատքով տոգորված մարդը այլ աչքերով է նայում բնությանը, կյանքին ու իր սեփական անցյալին ու ապագային։ Մայրավանքը գտնվում է Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մոտակայքում, վերագրվում է 7-ից 13-րդ դարերին, իսկ հիմնադրվել է Հովան Մայրավանեցու կողմից։ Մայրավանքը հիմնադրվել է 7-րդ դարում, բայց գլխավոր եկեղեցին, Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնադրվել է 13-րդ դարում։ Հովան Մայրավանեցին այն եզակի քահանաներից է եղել, ով ընդդիմացել է Եզր կաթողիկոսին, ով ուզում էր Հայաստանում ընդունել միակամություն, սակայն այն չի արմատավորվել, որովհետև ընդունվում էր որպես քաղկեդոնականություն։ Իսկ այս աղբյուրի ջուրը տեղացիները համարում են սուրբ ջուր։ Սարերից վերևից է հոսում, իսկ հիմա խնդրում եմ բոլորիդ ուշադրությունը սևեռեք դեպի այս կողմ։ Այս հողը Դադիվանքից 2020 թվականին վերվել է Մայրավանքի տարածք։ Առավել քան վստահ եմ, որ լինելու է հաղորդում ուր գնալ Արցախում։ Չգիտեմ երբ, միգուցե 100 կամ 50-200 տարի հետո, բայց հաստատ լինելու է։ Հիմա մենք Արցախ այցելել չենք կարող, բայց մեր սերունդները հաստատ ունենալու են նմանատիպ հաղորդում Արցախում, քանզի Արցախը միշտ մերն է։ Ուր գնալ Մայրավանք, ներքին խաղաղության ու Աստծուն շնորհակալ լինելու համար։ Բարի լույս եւս մեկ անգամ, ողջունում եմ ելի բոլորին, մաղթում իհարկե առավոտյան հրաշալի տրամադրություն։ Համոզված եմ, որ այդպես էլ կա։ Ինձ մոտ համենայն դեպս դա առկա է, որովհետեւ ես ելի շարունակում եմ գտնվել Վեդի Ալկոյում։ Հիմա ուզում եմ ձեզ ներկայացնեմ մեր հյուրին, Վեդի Ալկոյի մարքեթինգի ղեկավար Գագիկն է Պողոսյան։ Գագիկ ջան, բարի լույս։ Բարի լույս։ Լավ ենք։ Լավ, մերսի։ Գագիկ ջան, շաբաթ կիրակիները այստեղ է միշտ անցնում։ Հիմնականում շաբաթ կիրակիները այստեղ անցնում, քանի որ մենք արդեն իսկ զարգացնում ենք մեր տուրիզմը, հիմնականում ունենում ենք տուրեր, անցկացնում ենք մեր տուրիստների հետ, ներկայացնում ենք մեր ընկերության մասին, առհասարակ գինեգործության մասին, թե ինչով է զբաղվում Վեդի Ալկո ընկերությունը։ Դե պատկերացնենք, որ Եղվարդի խճուղի մեկից ունեք տուրիստ, որի անունն է Սուրեն, որ հիմա Վեդի Ալկոյում է, եւ պիտի խնդրեմ ինձ ցույց տաք այն վայրերը, որոնք շատ հաճախ ցույց չեք տալիս։ Շատ լավ, մեծ սիրով Սուրեն ջան։ Մենք հիմա գտնվում ենք հենց ճակատային մասում, որտեղից արդեն մուտքն է։ Այո, դա մեր վարչական շենքն է, որը որ ընդհանուր, այսպես ասեմ, Վեդի Ալկո ընկերությունը ինքը ստեղծվել է 1956 թվականին, այն ժամանակ եղել է Վեդու գինու կոմբինատ։ 90-ական թվականներին Ղազարյաններ ընտանիքը գնել է եւ արդեն դարձել է Վեդի Ալկո ընկերություն։ Այո։ Ինքը որ տեսնում եք ամբողջ այս ծառները, մեր այս ծիրանենիները անգամ իրանք հենց 56 թվականին են տնկվել եւ մինչեւ հիմա խնամքով իրենց պահպանում են։ Տեղափոխվենք արդեն արտադրական տարածք, որտեղ որ մեր աշխատողները քրտնաջան աշխատում են, որպեսզի մեր հանրությունը շատ այսպես ամեն ինչին ավելի տեսնի։ Այո, գնացինք։ Ես ուզում եմ հասկանամ, այստեղ անվանական ծառեր կան։ Այսինքն տուրիստները, զբոսաշրջիկները, որ գալիս են, կարող են ունենալ օրինակ այսպիսի մի հնարավորություն ինչ-որ անվանական ծառ տնկել, որովհետև տեսնում նաև փոքրիկ մատխաշտենկիներ կան, որոնք նոր են արվել։ Իրականում նմանատիպ պրոյեկտները արդեն իսկ ուզում ենք անենք, քանի որ ես շեշտեցի, որ մենք նոր ենք туриզմի ոլորտում, արդեն 1-2 տարի է, եւ ամեն մի պրոյեկտ անելուց ոնց որ ավելի ենք զարգանում, ավելի ենք հմտանում եւ ավելի շատ է մտքեր գալի մեզ եւ այդ ձեր ասածը եւս արդեն իսկ որոշել ենք անենք։ Այս փոքր ծառերը իրանք ոնց որ ասած փոխարինում են մեր հին ոնց որ ասած հին սերնդին։
Իրանք ոնց որ Այդպես է, չէ՞, առողջ սերնդափոխություն ա լինում նաև բնության մեջ։ Այո։ Դե տեղափոխվենք արդեն այնտեղ, որտեղ շատ քչերին է բախտ վիճակում լինելու, տեսնելու թե ինչպես է այս ամեն ինչը ընդհանրապես իրականություն դառնում ու շոշափելի։ Մեծ սիրով նենջա։ Գագիկ ջան, իսկ քանի արտադրամաս ունի Վեդիալկո ընկերությունը։ Վեդիալկո ընկերությունը Սուրեն ջան ունի 4 արտադրամաս, որոնք որ իրենցից տարբերվում են իրենց առանձնահատկությամբ, այսինքն մեկ արտադրամասում այնտեղ նաև ընդհանուր աշխատում են նաև ձեռքի աշխատանքներ, տարբեր ֆունկցիոնալ գինի, չգիտեմ օղի, մեկ արտադրամասում ինքը 100 միլիից մինչև 177 միլիոնոց շշեր է միայն ինքը շշալցնում։ Մեկ արտադրամաս ինքը հատուկ ինչ որ մեծ լինիա է, որը որ կոնյակներ է շշալցնում, այսինքն ամեն մի արտադրամաս ունի իր իսկ առանձնահատկությունները։ Բայց 4 արտադրամասներ այս տարածքում են գտնվում։ Այո, 4 արտադրամասներ այս տարածքում են գտնվում։ Հիմա տեսնենք, որ արտադրամասներն են ներկա պահին աշխատում, ցույց տանք մեր հանրությանը ինչպես է։ Շատ լավ, ամենահետաքրքիրը արխիվումը հետևեք մեզ։ Խնդրեմ ինձ փոքր ներկայացնես, այնտեղ ինչ է կատարվում, process-ը ինչ է լինում։ Ներսում կատարվում է շշալցում, հատուկ սպիրտով ինքը մաքրման process է անցնում, հետո արդեն շշալցվում է, պիտակավորվում է, ակցիզավորվում է եւ արդեն գալիս է պատրաստի ագրեգացիա լինելով պատրաստի պրոդուկտ ենք ստանում։ Այստեղ ավելի շատ ես նկատում եմ նաև, որ ավտոմատացված է կատարում, բայց մարդկային ֆակտորը այնուամենայնիվ կա, որովհետև կան շշեր, որոնք ինչքան էլ ավտոմատացված անցնեն, որոշակի թերություններ ունենում են եւ արդեն մարդու ֆակտորն է, հա, որ ընտրում է այդ շիշը նորից ուղղում է պիտակն կամ ինչ-որ բան այնպես չի արված, հետո նոր արդեն ուղղված տարբերակը դրվում է արկղերի մեջ։ Ճիշտ եմ նկատել։ Շատ ճիշտ եք նկատել, քանի որ ինքը ավտոմատացված է, բայց ամեն դեպքում մենք որ ասում է չենք վստահում ինչ որ չափով մեր աշխատողները շատ հմտորեն նայում են, մանրակրկիտ նայում են եւ ամեն մի փոքր խնդիրը անմիջապես հանում են եւ մի անգամից տեղում լուծում է հարցը եւ նոր արդեն թվում է մեր հաճախորդին։ Առաջարկում տեղափոխվենք մի քիչ ավելի մեծ սրահ, հա, որտեղ արդեն ավելի մանրամասն ծանոթանանք։ Շատ լավ։ Գագիկ ջան, մենք հիմա պիտի մտնենք ավելի մեծ տարածք, արտադրամաս, որտեղ արդեն ավելի այսպես մասշտաբային է արվում արտադրանքը։ Էլի տեսնելու ենք փուլ առ փուլ, որտեղից է, ինչից է սկսվում այստեղ ամեն ինչ։ Իրականում բոլոր արտադրանքներն են սկիզբը լինում է լվացումից, որը որ ամենակարևորն է, ինքը 66 սպիրտով մաքրվում է անցկացվում, հետո շշալցնում, հետո ֆոլե, հետո արդեն հիմապիտակ, ետնապիտակ, ակցիզավորում եւ վերջնականը արդեն իր արկղների մեջ։ Քանի շիշ է այստեղից դուրս գալիս արդեն որպես պատրաստի արտադրանք ամեն օր։ Օրվա կտրվածքով, այսինքն մեկ օրվա ժամային բանով եթե հաշվենք 9-ից 6-ը մեր այս լինիան ընդունակա 25-ից 26000 շիշ շշալացնել։ 25-ից 26000, դա մոտավորապես մի մեքենա է։ Մեկ մեքենա, մեկ բեռնատար, որ ամբողջ արդեն ցրում է խանութներում կամ չգիտեմ, հայրենիքից դուրս։ Կամ հայրենիքից դուրս, այո։ Վաու։ Գագիկ իմ աչքից չվրիպեց նաև այս գեղեցիկ նկարը, սա ճանապարհն է, որ տարմա դեպի մառաններ։ Խնդրեմ պատմես, թե ինչ է ներկայացում նկարը։ Սուրեն ջան, ճիշտ եք նկատել, սա այսպես մենք գնում ենք արդեն մեր հնեցման մառաններ։ Այս պատկերը բոլոր ամբողջությամբ ձեռքով են նկարված։ Արարատյան դաշտավայրի մի գեղեցիկ օր, այսինքն խաղող հավաքի մի գեղեցիկ օր ժամանակին թե ինչպես են մարդիկ իրենց բերքը հավաքել, ուրախացել, մի խոսքով էլ տոնայել, ժամանակ իրենց ոնց որ ամբողջ տարվա քրտնաջան աշխատանքը վերջապես հավաքում են։
Ես ուզում եմ ասել, որ հիմա մենք գտնում ենք մառանում, որտեղ հնեցվում է արտադրանքը եւ ասեմ, որ այստեղ ուղղակի եթե հնարավոր լինել է հոտը փոխանցել մեր հեռուստադիտողին, որովհետեւ իրոք շատ շքեղ ու շատ գեղեցիկ ամենաթանկարժեք պարֆյումները, որ ստեղծում են երևի թե այս հոտերից։ Սա այն տեղն է, որտեղ որոշ ժամանակ պահվում եւ հնեցվում է արտադրանքը։ Այո, Սուրեն ջան, սա այն տեղն է, որ պահվում են մեր պրոդուկտները, մեր ապրանքները, մառանը ինքը ինչպես որ ի սկզբանե թվարկել է ինքը 56 թվականից գործում է։ Ամենակարևոր նախապայմաններից է, որ կարողանանք պահպանել հնուց եկած ժառանգությունը մեզ։ Ավանդույթները, այո, ես կարծում եմ, որ սա իրոք շատ հետաքրքիր աշխատանք է։ Կարելի ասել արվեստ է, հա, որովհետև այս ամեն ինչը մենք արդեն նկատեցինք, թե ինչպես է հատ պատրաստվում, անցնում այդ process-ը, բայց ամեն ինչ սկսում է այստեղից, երբ որ այստեղ արդեն արտադրանքը հնեցված, գնում արդեն ավելի արտադրամաս, եւ այնտեղ արդեն շշալացվում եւ այդ աշխատանքներն արվում։ Այո, իհարկե դուք ճիշտ եք ասում։ Երևի սա զբոսաշրջիկների ամենասիրելի վայրն է։ Ամենասիրելի վայրն է, այստեղ որ գալիս են ամանավանդ ամառը, գալիս են ու չեն ուզում բարձրանան վերև։ Այո։ Այդպեսի բան կա, իրականություն կա, ճիշտ ասեցիք այն մասով, որ նաև արվեստ է, որովհետև թե գինեգործը, թե տեխնոլոգները, իրենք նաև արվեստագետների ինչ-որ մի մաս են կազմում, որոնք որ առասարակ իրենք ամեն մեկը իր յուրովին է ստեղծում։ Իր յուրովի համն է ստեղծում։ Ես նաև տեսնում այստեղ ստորագրություններ հայտնի մարդկանց կամ հյուրերի, ովքեր եկել են, իրենց ձեռագիրն են թողել, շնորհակալական խոսքեր կան որոշակի։ Այո, իհարկե, այստեղ ունենք մեր պատվո հարթակը, որտեղ որ մեր տնօրինությունը նվիրել է մեր գործընկերներին, մեր պատվարժան հյուրերին, ոնց որ ասած, այդպես ունենք բազմաթիվ գործընկերներ, բազմաթիվ դիստրիբյուտորներ, ում հետ որ աշխատում ենք, թե հյուրեր, պատվարժան եւ բոլորին նվերները։ Գագիկ ջան, այստեղ հնարավոր է համտեսանել, թե կա հատուկ վայր, որտեղ արդեն համտես, որտեղ ես ինքս հաճախ, երբ որ նմանատիպ տեղ եմ հյուր գնում, միշտ ասում կարելի է այս բոճկայից մի հատ համտեսանել եւ այլն։ Իրականում նաև հնարավորություն կա բոճկաներից համտեսանելու։ Մենք այդ հնարավորությունն ենք տալի մեր տուրիստներին, քանի որ մարդիկ ուզում են իրենց ձեռքով վերցնել, արտադրանքը եւ փորձել, բայց այնուամենայնիվ մենք նաև պատրաստել ենք իրենց համար, ոնց որ ասած, շատ գեղեցիկ դեգուստացիոն սրահ, որտեղ որ կարող են նստել, պրոդուկտները տեսնել, ընտրել, ավելի ցիվիլ տարբերակով։ Ես առաջարկում տեղափոխվենք այնտեղ, դեմ չեք։ Հավեցեք, իհարկե, ոչ։ Գնացինք։ Գագիկ, մենք հիմա տեղափոխվեցինք համտեսի սենյակը, որը բավականին հաճելի սենյակ է։ Այո, Վեդիալկո ընկերությունը Սուրեն ջան 150-ից ավել անուն խմիչներ ունի։ Ամբողջը Վեդիալկոյի տեսականին է։ Այո, օղիներ, կոնյակներ, բրենդիներ, այսպես ասված, նաստոյկաներ, գինիներ, այո։ Այսինքն մեր տեսականին շատ է, մենք աշխատում ենք աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ, այսինքն մենք ընդհանրապես խնդիր չունենք, եթե ունենք ինչ-որ մի երկրից հաճախորդ դիստրիբյուտոր, որը որ ցանկանում է մեր հետ աշխատել, մենք միանշանակ կարողանում ենք իրենց հետ աշխատել։ Ես ոնց հասկանում, սա ամենաառանձնացված տեսակն է, Ագոսը։ Սա Ագոս տեսակին է, որը որ ինքը շշալցվում է Վեդիալկո ընկերությունում, բայց իր պատմությունը լրիվ այլ է, իր գինեգործը ֆրանսիացի է, այսպես ասած։ Շատ լավ։ Ես առաջարկում եմ փորձենք զանգուն, որը պարբերաբար մեր եթերների ընթացքում մենք նվիրում ենք մեր հյուրերին։ Ժամանակն մենք էլ փորձենք։ Իհարկե։ Մենք հիմա կփորձենք զանգու ռեզերվ տեսակին, որը որ հնեցված է 18 ամիս։ Վաու։ Մի փոքր թողենք, քիչ բացվի ավելի։ Գագիկ, մինչև գինին կբացվի, ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեզ, որ այսպես շատ մանրակրկիտ, շատ դիտողական ու շատ հետաքրքիր ներկայացրեցիք պատմությունը նախ, հետո արդեն այն ամենը ինչը որ ինչից ինչ է դառնում եւ այս ամենը շատ կարեւոր է, հատկապես նրանց համար, ովքեր հյուրեր են մեր երկրում եւ բոլորը շատ լավ գիտեն, որ գինու պատմությունը դարավոր է մեզ մոտ։
Եվ շատ կարևոր է, որ մարդիկ, ովքեր այս ամեն ինչի մեջ են, այս արվեստի մեջ են, իրենք ինֆորմացված լինեն, ձեր պարագայում ես դա համոզվեցի։ Այդպես որ շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն ձեզ, որ հյուրընկալվեցիք մեր ընկերություն։ Հուսով եմ, որ այս ամենը ավելի հաճախ կլինի եւ մեծ սիրով կսպասեմ մեր բոլոր հյուրերին մեր ընկերության։ Իմիջիայլոց մեր հյուրերը եւ ովքեր որ կցանկանան ներկա գտնվել մեր ընկերությունում եւ տեսնել այն ամեն ինչը որ մենք տեսանք, լավ հաճելի օր ունենալու համար կարող են մոտենալ Պուշկին 15A գտնվող հասցեում մեր Վեդիալկո խանութսրահ, ամրագրել իրենց իսկ տոմսերը կամ պարզապես զանգահարել ներքևում նշված հեռախոսահամարը։ Շատ լավ, ես ուղղակի ասեմ, որ շատ հետաքրքիր վայր է, անկախ ամեն ինչից, ինչքան ժամանակ ունեք, կարող եք այդ ժամանակի մեջ այստեղ գտնել ամենահետաքրքիրը, նաև գինեգործության պատմությունը, որը այստեղ ամեն քայլափոխի կարող ես հանդիպել։ Այդ ամեն ինչին գումարած հրաշք բնությունը, հետաքրքիր եւ անուշահոտ մառանները եւ մարդիկ, ովքեր մի ժպտերես են ու ժպիտով ու ջերմությամբ են դիմավորում։ Գագիկ ջան, շնորհակալ ենք ձեզ։ Մերսի շատ։ Դե ինչպես նշվում է, զանգուն անմահացնում է ամենակարևոր պահերը կյանքում, սա իմ կյանքում ամենակարևոր պահերից մեկն էր, որը անմահացրվեց զանգույով եւ այն հետաքրքիր արտադրանքով, որը այստեղ ներկայացում եմ։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն ձեզ։ Բարի առավոտ եւս մեկ անգամ շատ ելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիր Weekend-ը շարունակում է իր ընթացքը, մենք ունենք շատ սպասելի, սիրված հյուրեր Հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալից, վստահ եմ նրանց միասին տեսնելիս հիմա շատ զարմանալու եք։ Մեր հյուրերն են Գարիկ Կարապետյանը եւ Պավել Թադևոսյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Լավ եք։ Բարի լույս ձեզ։ Լավ, դուք ինչպես եք։ Մենք շատ լավ ենք, իսկ միշտ է լինում, որ շաբաթ կիրակին սկսում եք Վեդիալկոյում, կամ ասեն շատ հեռու տեղ, Երևանից շատ այսպես եւ մոտ եւ հեռու։ Դե ոչ միշտ, բայց ամեն դեպքում հաճելի է։ Շատ լավ, կերպարները հակասական կերպարներ են հեռուստասերիալում։ Գանք սկզբից, ոնց հայտնվեցիք սերիալում եւ կերպարների առումով ամեն մեկը իր կերպարի մասին մի քիչ պատմի։ Կսկսես թե։ Սկսի։ Ես։ Իհարկե։ Դուք տենց վստահ մի հիմա էլի թողեք իրա վրա, որովհետեւ հեռուստադիտողներ բայց ինչ վատն է։ Իմանալու են ասած իրական կյանքում էլ ենք, էլի դու ես ինչ որ վեճ Էլի ասկես։ թողումը։ Հակառակ իրականում ես զիջում եմ, քանի որ այն ինչը որ պետքա Պավելը խոսի, ասի, նույնը ես եմ ասելու, տարբերություն չկա իմ կարծիքով, քանի որ այն ինչը որ ստեղծել եմ կերպարը Արմոն, այդ ֆիլմում է։ Իսկ այստեղ ես Գարիկն եմ, Գարիկ Կարապետյանը։ Ասեք, որ Գարիկը լավ մարդ է։ Հա, դա անկեղծ ես մի քանի օր առաջ էլ երբ նկարում ենք ֆիլմի մասին է, այնտեղ էլ եմ ասել ու հիմա էլ կասեմ, որ նախ ես ու Գարիկը մինչև պրոյեկտում իրար հետ հայտնվելը եղել ենք շատ լավ, շատ մտերիմ ընկերներ, այն ընկերներն ենք եղել, ով ես եմ գնացել իրանց տուն, ինքն է եկել մեր տուն, այս ձև է եղել էլի ամեն ինչ ու որ իմացանք Հարսնաձորում լինելու ենք ընկերներ, մեր կերպարները ընկերներ են լինելու, ուրախացանք շատ։ Բայց հետո սյուժեն եկավ ու հասկացանք, որ ավելի շատ մենք ենք թշնամիներ, քան Վռամն ու Հայկը։ Իսկ ինչպես եղավ առաջարկը սերիալը նկարելու համար։ Կաստինգ, հա։ Այո, հարցին ես պատասխանեմ, հա, պարզապես ես մեկին, որ հանդիսատեսն էլ տեսնի, հասկանա, որ այդքան բացասական կերպար չի, իմ իրական կերպարը, իմ իրական եսը։ Հա, մենք քայսինգի միջոցով ենք անցել, երկուսս էլ սովորում ենք Երևանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում։ Քայստինգ էր հայտարարված, եկանք, մասնակցեցինք եւ հաղթեցինք, կարելի է այդպես ասել։ Ում կուրսն եք սովորում, ում արվեստանոցում եք սովորում։ Ես Գրիգոր Խաչատրյանի արվեստանոցում եմ, իսկ Պավելը Դավիթ Հարությունյանի։ Իսկ ինստիտուտը չի խանգարում նկարահանումներին, որովհետև մեր ժամանակ արգելված էր, որովհետև մեկը մյուսին շատ էր խանգարում։ Իրականում մեզ էլ են արգելել սկզբից առաջին երկրորդ կուրսերում, բայց երրորդ կուրսից այդ արգելքը մի քիչ թուլացավ, էլի։ Ես որ սկսեցի նկարվել, 4-րդ կուրս նոր էի տեղափոխվել, էլի։ Ու այդ խնդիրը չեղավ, որովհետև 4-րդ կուրսում ավելի թեթև էր, էլի գրաֆիկը այդքան դասերի չէին գնում, ինչ որ փորձեր, բաներ եւ այլն։ Շատ լավ, հիմա կերպարների զարգացման մասին, հա, սկզբում նշեցիք, որ ընկերներ եք եղել հեռուստասերիալում, հետո կերպարները գնացին լրիվ տարբեր ուղղություններով։ Ոնց է ստացվում լինելով կյանքում ընկերներ, սերիալում խաղալ թշնամիներ։ Ծիծաղելու դեպքերը, դուբլները շատ են լինում։
Իրականում այդ ամենահետաքրքիր բաներից մեկն է, երբ որ դու իրական կյանքում շատ մտերիմ ես այդ մարդու հետ, բայց սերիալում պիտի խաղաս որպես թշնամի։ Սկզբում իրոք եղել է այդ լավ ընկերությունը, լավ մտերմությունը պրոյեկտում, որովհետև սցենարային նենց էր, որ իմ աղբերը մահանում է, սպանում են եւ այլն, ու միակ մարդը իմ ընկերներից ով կողքս է, այդ Արմոնն է ու ինքն է թևութի կունքին ձելի։ Բայց հետո զարգացումները նենց գնացին, որ Արմոն սիրահարվում է Նարեին, սերիալում իմ քրոջը, ես դեմ եմ այդ հարաբերություններին, հետո ինչ-որ վեճերով, մի կերպ ստիպելով, բաներով, շանտաժներով ամուսնանում են Արեի հետ, սենց գնաց էլի ամեն ինչ շատ ուրիշ ձև դասավորվեց։ Բայց հետաքրքիր էր ամեն դեպքում։ Ներողություն, բայց դա Արմոյի մասին է խոսքը, ֆիլմի մասին է խոսքը, սիրելի հանդիսատես, խնդրում եմ, այն ամենը ինչ որ անում եք Գարիկի գլխին, մի արեք, հատկապես մեքենայից հետ կապված։ Իրականում այսպեսի մի դեպք պատմեմ, չգիտեմ, դա հավանաբար կերպարը ավելի լավ կերտելուց էր։ Մեքենաս կանգնացնում եմ Հայաթում, գիշերը ժամը 2-ի սահմաններում, առավոտյան արթնանում եմ, տեսնեմ մեքենայից վրա X են քաշել։ Ինչի ոնց։ Ժողովուրդ, շնորհակալ եմ, որ հետևում եք, բայց խնդրում եմ, շնորհակալություն Սուրեն։ Դա Արմոյի մեքենան չէր, Գարիկի մեքենան։ Արմոյի մեքենայի հետ ինչ ուզում եք արեք։ Ընդհանուր նկարահանման process-ը հաճելի է, ձանձրալի է, երկար է, կարճ է, հետաքրքիր է։ Իրականում, սենց ասեմ, հետաքրքիր է եղել հենց ամենասկզբից, ասեմ, որ իմ համար էլ, Գարիկի համար էլ նոր էր սենց մեծ պրոյեկտում աշխատելը ու լինել սկզբից մինչև վերջ, դեբյուտային նախագիծ է էլ եղել մեր համար ու սկզբում թիմն էլ մեզ շատ օգնեց, որ մենք որ զրոյից հասնենք իրանց էլի, թե դերասանական կազմը, թե ռեժիսորը, թե օպերատորները, բոլորն էլ օգնել են էլի մեզ, ինչ որ եթե սխալ ենք աշխատել օրինակ կամերայի հետ կամ լույսի հետ, մեզ ասել են, չգիտեք, սենց պետք է անենք, սենց է ճիշտը։ Անդրանիկ Խաչատրյանը, ով մարմնավորում էր իմ պապայի կերպարը, Սակոին, ծնողի նման կարելի է ասել կփաստի, որ հենց ուղեկցել է, ձեռքերից բռնել է, մեր սենց տարել է առաջ, ասել է սենց պետք է անենք, առանձին նստել ենք, խոսել ենք իրար հետ։ Ու այդ մտերմությունը համ եղել է կամերայից այն կողմ, համ այս կողմ։ Իրական կյանքում մենք շատ մտերմացանք ու քանի որ հնարավորություն ընձեռնվեց, շնորհակալություն հայտնեմ Անդրանիկ Խաչատրյանին, ում շնորհիվ կարողացավ եւ իմ կերպարը եւ Պավելի կերպարը ավելի վստահ ներկայանա հանդիսատեսին, որովհետև ինչպես Պավելը ասաց, որ յուրաքանչյուր քայլ կարելի է ասել վերահսկվել է, լավ իմաստով վերահսկվել եւ հղկվել է համատեղ աշխատանքի արդյունքում։ Եվ շնորհակալություն ամբողջ աշխատանքային ստաֆին, ովքեր համբերատար սպասեցին եւ համբերատար համատեղ աշխատեցին եւ ունեցանք մեր կերպարների ամբողջականացումը։ Բայց միևնույն ժամանակ ես իմ կերպարին արդարացնում եմ նրանով, որ այս ամեն ինչը այդ քայլերը, ինչը որ ինքը անում էր, դա գալիս է մանկությունից։ Քանի որ Սակոն Վրամի հայրը իմ մանկության տարիներին իմ աչքի դեմը իմ հորը ներողություն արտահայտությանս համար ստորացրել է, դրանով պայմանավորված իմ կերպարն ունի վրեժ լուծելու։ Այդ վրեժի ժամանակահատվածում գալիս է մի հատ աղջիկ, Նարեն, ում սիրահարվում է Արմոն եւ վրեժի խաթանման առաջին պատճառներից է դառնում Նարեն, ում միջոցով կարող է նաեւ այդ վրեժը չլուծվեր։ Քանի որ Նարեն մերժեց Արմոին չընտրեց, այլ ընտրեց Հայկին, դրանով պայմանավորված Արմոն ավելի շատ չարացավ առ Հայկ եւ նաեւ վրեժը լուծելը ավելի առաջնային պլանում գտնվեց։ Իմ կարծիքով իմ կերպարը արդարացված է նրանով, որ ինքը ունի մանկությունից հիշվող դեպքեր, որոնք որ հոգեբանական տրավմա ունի։ Այո, որոնք որ դրդում են նման քայլերի գնալ։ Բայց արի ասենք, որ ցանկացած բացասական կերպար խաղալուց դու պետքա արդարացնես այդ կերպարի բացասական։ Այո, ինստիտուտում սովորեցնում եղեք ձեր դերի դատապաշտպանը։ Կապ չունի, չէ։ Ինչ կերպար է։ Չես կարա։ Դրա համար էլ վերջում դիպլոմային քննությանը դերի պաշտպանությունն է հանձնում, կլինի բացասական թե դրական։
Ու ես կուզեմ հեռուստադիտողին էլ ասեմ, որ ամեն դեպքում այդ բացասական կերպարը, որ դուք տեսնում եք, դրա հակառակ կողմն էլ նայեք ու փորձեք արդարացնեք այդ կերպարին, տենց չի։ Միանշանակ, որովհետև փողոցում չծեծեն։ Որ մեքենայի վրա X շան։ Շատ լավ, մենք միշտ տեսնում ենք ինչ որ տեսնում ենք արդեն պատրաստի, հա, նկարահանված, մոնտաժված ու շատ գեղեցիկ մատուցված, բայց նաև հեռուստադիտողին միշտ հետաքրքիր է ինչ է կատարվում նկարահանման հրապարակում, որը չի ֆիքսվում եւ չի ցուցադրվում։ Այ ինչ է կատարվում։ Այդ առումով էլ փակագծերը չեմ բացի, բայց կասեմ, որ ամեն դեպքում հեշտ չի։ Մարդիկ միշտ թե ներկայացում գնալուց, թատրոն գնալուց, թե ֆիլմը, սերիալը դիտելուց միշտ մտածում են դե մանավանդ դերասանի առումով, դե ինչ են անում, որ ինչ որ տեքստ է, չգիտեմ, խոսում են, ասում են, շատ հեշտ են պատկերացնում էլի, բայց կամերայից այն կողմ, թե դերասանը ռեժիսորի հետ, օպերատորների հետ ինչ աշխատանք է տանում, այդ չի երևում։ Կլինի հողերի մեջ, անձրևի տակ, ձյան տակ, արևի տակ, այդ ամեն ինչը հեշտ չի։ Իհարկե ահռելի մեծ աշխատանքի արդյունքում մենք ունենում այն ինչ որ պատրաստի վիճակում տեսնում է հանդիսատեսը։ Իսկ այդ աշխատանքը այդ հայտնի է մեզ այն մարդկանց, ովքեր որ կատարում են, այն մարդկանց, ովքեր որ այդ գործի մեջ են։ Բայց ասեմ, որ կարող են հետևել Instagram-յան էջին, Հարսնաձորի լեգենդա էջին ու այնտեղ լինում է էլի backstage-ը լինում է ու կարան ամեն դեպքում տեսնեն ինչ է կատարվում։ Լավ, իսկ ճանաչելիությունը ինչ տվեց։ Հաճելի։ Հաճելին հարաբերական էր, քանի որ դա սպասված էր։ Իհարկե, թե մենք հաճելին հարաբերական է ասած։ Հատկապես Ալմոյի պարագայում, քանի որ դա բնական երևույթ էր իմ կարծիքով, եթե ես ինքս ընտրել եմ այս մասնագիտությունը, տրամաբանական է, որ պետք է ճանաչելիություն տա, եւ ունի դրական եւ բացասական կողմերը, հատկապես իմ կերպարի հետ կապված ասեմ, որովհետեւ շատ բացասական արձագանքներ ունենք հանրությունից։ Երևի ինչ-որ նպաստում է իմ լավ կերտելուց, էլի հավանաբար, տենց կարելի է մեկնաբանել։ Ինձ սկզբում շատ դժվար էր, քանի որ իմ կերպարը սկզբից եղել է ավելի բացասական, քան Գարիկինը ու շատ վատ մեկնաբանություններ, YouTube-ի մեկնաբանության բաժնում, թե առօրյա տեսնելուց շատ վատ բաներ են ասել, բայց հետո սկսեց հանրությունը ավելի լավ վերաբերվել, քանի որ տենց սյուժեն էլ տարավ դրան, որ կերպարս ավելի բարի դարձավ, էլի։ Սկզբում մի քիչ չէի հասկանում ամեն դեպքում ինչ է կատարվում, արդիկ խի են այս ձևով նայում ինձ, ինչի համար էլի, հետո քիչ ընտելացա այդ ամեն ինչին, բայց հաճելի է ամեն դեպքում, երբ որ դու նստում ես տաքսի ու վարորդը սկսում է խոսել քեզնից, որ ամբողջ ընտանիքով քո մեծ երկրպագուն են բան, բայց այդ ամեն ինչի մեջ անպայման Գարիկից են վատ բաներ ասում ու ես ստիպված բոլորին հա դա ինչ անիկ է դա շնորհակալ եմ տանելու համար ես բոլորին ասում եմ որ տենց չի ու մի անգամ Էջմիածնում մի հատ մեքենա եկավ կանգնեց ու սկսեց Գարիկին շատ վատ բաներ ասել էլի ու այն կարգի որ ես չեմ կարող իրան ասեմ մի վայրկյան էլի խնդրում եմ լռեք ես իմ ասելիքը ասեմ հա այդ չի ինչ որ դուք եք մտածում բայց ի վերջո կարողացա լռեցնել տարիքով մարդ էր էլի ու ասացի կներեք բայց ինքը իմ շատ մտերիմ ընկերն է ու ես կարող եմ փաստել որ ինքը իրական կյանքում այդպեսին չի ընդհանրապես բաներ չի անում իսկ թատրոնը որովհետև թատրական ինստիտուտ բնականաբար դերասանի համար նաև առաջնային պլանում է թատրոնը հա թատրոնը իմ համար սկզբից էլ եղել է միշտ ուրիշ պլանկայի վրա որովհետև դերասանի համար իմ կարծիքով այդ ներկայացումից հետո այդ ծափերը մի ուրիշ աշխարհ է էլի ամեն դեպքում անկախ նրանից թե երբ կհայտնվես ու ոնց կհայտնվես TV-ում ինչ պրոյեկտում կլինես դու պետք է հղկվես թատրոնում ու այդ քեզ շատ բան է տալիս էլի դրա համար երբ որ մենք գնում ենք թատերական ինստիտուտ առաջին հերթին չգիտեմ ուսումնասիրում ենք Ստանիսլավսկի, Չեխով եւ այլն ու կրթվում ենք որպես թատրոնի դերասան։ Հետո արդեն հնարավորություն ենք ունենում ընտրելու առարկա աշխատանք տեսախցիկի հետ
որն էլ արդեն մեզ սովորացնում է, թե ոնց պիտի աշխատենք տեսախցիկի հետ, ռեժիսորի հետ։ Ես առաջին կուրսից հետո գնացել եմ թատրոն, Պատանի հանդիսատեսի թատրոն, այդ ժամանակ Դավիթ Հարությունյանը Խենթն էր բեմադրում։ Այնտեղ եղել եմ 2 կերպար եմ խաղացել, սկզբից հայ զինվոր էի խաղում, ներկայացման կեսից փոխվում էինք, որպես քուրդ էինք մտնում, ու այդ եղել է իմ բեմելը, շատ հուզված, շատ ուրիշ տպավորություններ էր էլի, որ բառերով իրոք չես կարող ասես։ Այո, անավանդ Պատանի հանդիսատեսում, որտեղ ես էլ եմ այնտեղ խաղացել 4 տարի, 5 տարի։ Հետո բախտը տարավ ու գցեց Սունդուկյան թատրոն։ Բախտը սենց վերցրել։ Այնտեղ պատվի համար ներկայացման մեջ եմ ու մասսայական տեսանն եմ, էլի պարող տղաներից եմ։ Ճիշտ է, փոքր քայլերով են գնում թատրոնում դեպի առաջ, բայց իմ կարծիքով այդ ամենաճիշտն է։ Այդտեղից ես սովորում, թե թատրոնում ոնց պիտի աշխատես, այդտեղից հասկանում ես բեմը քեզ սիրեց, կամ դու իրան սիրեցիր, թե չէ։ Վարպետների հետ ես ծանոթանում, աշխատում ու շատ բան ես սովորում։ Իսկ կա ցանկալի կերպար թատրոնում։ Շատ կուզեմ խաղամ հիմա, չէ, մի քիչ ավելի հասուն տարիքում Սարտերի Սատանան եւ Տեր Աստվածը գործի Գեցի կերպարը։ Այդ միշտ ուզեցել եմ ու ինձ թվում է մի օր կբեմադրվի ու ես կխաղամ։ Կգա այդ օրը։ Ես դեռ թատրոնում փորձ չունեմ պրոֆեսիոնալ, ինչ կա ինստիտուտի մակարդակով, որը որ կուրսային աշխատանքների արդյունքում է եղել ռեժիսորների, ովքեր որ դիպլոմային են հանձնել, առայժմ փորձես միայն այդ դրանով սկսում ես ամենափակվում, բայց ցանկալի է, իհարկե ցանկալի է դերասանի իմ պարագայում ես ցանկանում եմ եւ թատրոնում եւ ֆիլմում հանդես գալ, քանի որ չեմ պատկերացնում իմ կյանքը առանց ֆիլմ, չեմ պատկերացնում իմ կյանքը առանց թատրոն, այդ ընդհանուր համաձուլումն է, որ հավանաբար իմ մասնագիտությունը լիարժեք կսարքի եւ կբավարարի իմ անձը։ Ոնց հասկացա մեկնաբանություններ կարդում եք YouTube-ում, որովհետեւ բավականաչափ տեղեկացված եք, թե մարդիկ ձեր մասին ինչ են խոսում, ինչ են մտածում։ Ինձ հետաքրքիր է պատասխանում եք մեկնաբանությունների։ Եղել են դեպքեր, որ չդիմանաք ու հետ պատասխանեք։ Իրականում այն սկզբնական ժամանակահատվածում էր, որ ինչ որ շատ վատ մեկնաբանություն էր եկել։ Ու իմ ընկերներից մեկը սկրին անում ուղարկում, բա ես պետք է գտնեմ այս ով, ասենց բան, չէ, հանգստացի, նորմալ է, բնական է, ինչի մասին է խոսքը, դա իմ անձին չի վերաբերվում։ Դա վերաբերվում է մի մարդու, ով գոյություն ունի մի հատ տաղավարում, որտեղ որ սկսում եւ ավարտվում է, ուրիշ ոչինչ։ Նու իրականում հաճելի չի տեսնել մի բան, բայց միևնույն ժամանակ հանգստացնում ես քեզ նրանով, որ հասկանում ես, որ չէ, այ մարդը քոնը չի, всё, լավ, հանգիստ, պետք չի անհանգստանալ, նորմալ է, զուտ։ Բայց ասեմ, մեր ընկերների մամաներն են մտնում մեկնաբանություն գրում, եթե տեսնում են, ասեն Գարիկին ինչ-որ վատ բան են գրել, դրա տակ անպայման մի լավ բան գրում են, Պաշտպանում եք։ Իսկ եթե ձեր կերպարներին հանդիպեիք իրական կյանքում, ինչ կասեիք յուրաքանչյուրը ձեր կերպարին։ Մի խորհուրդ կամ ինչ-որ մի բան։ Շատ լավ են հուշում։ Իրականում ես իմ կերպարին կասեի, ոքի հանգստացի։ Իրոք էլի, որովհետև կերպարս պետք է ինչ-որ չափով հանգստանալ, որովհետև այն բացասական արարքները, ինչը որ Արմոնը անում, դա անմարդկային է, շատ անմարդկային է, ես դա ընդունում եմ, բայց միևնույն ժամանակ արդարացնում եմ իմ կերպարին, ինքը ճշմարիտ է իր տեղում։ Ես որպես Գարիկ քննադատելով Արմոյին, ասում եմ, որ ամեն ինչ իր սահմաններն ունի եւ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Ես առաջարկում եմ ձեր էջով հենց մտնեք ու մեկնաբանություններում Արմոյին նույնպես շարունակեք վատ բաներ գրել։ Իսկ դուք ձեր կերպարին ինչ կասեք։ Ես կասեի աչքերդ մի քիչ ավելի լայն բացի ու այդքան մի վստահի մարդկանց։ Դրսում այդ խորհուրդը շատ չեն տալիս, որպես կերպար ընդունելով։ Ինչ որ գալիս են միշտ ասում են մի արա Սակոին մի թող այդ դեղերը խմի, էս արային Արմոյին այդքան մի վստահին արային լսի, բան, Սոնան քո համար լավ կին է, ասենց ինչ որ բաներ միշտ լինում է, էլի։ Որովհետև կերպարն էլ ինքը վստահում է բոլորին, բայց ինչ որ չափով շատ զգուշավոր է, ինքը իր այդ զգուշավորությունը ունի, էլի, բոլորից էլ։
Մենք գտնում ենք Վեդիալկոյում, հա, այսինքն մի վայր, որտեղ կա բնություն, արվեստ, գինի ու տրամադրություն։ Ամենակարևոր պահերին, երբ որ լինում եք սեղանի շուրջ ու բախտավիճակվում բաժակ բարձրացնել, այ ինչ եք մաղթում, ինչի մասին եք խոսում, երբ որ ձեր ձեռքում արդեն գինու բաժակներին։ Առաջին հերթին խաղաղություն, հետո առողջությունն ու մնացած մաղթանքները արդեն, որովհետև եթե խաղաղություն չեղավ, այդ առողջությունն էլ պետք չի, այդ հաջողություններն էլ պետք չեն, ոչ մի բան պետք չի լինի։ Հայկական ավանդական սեղանները սկսում է բարով տեսանքին։ Դա բարով տեսանքից։ Ես բարով տեսանքի հետ մեկտեղ ասում եմ Աստված օրհնի մեր աղոհացը, որը որ մենք միասին ենք կիսում, որովհետև շատ կարևոր է իմ համար այն հացի կտորը, որ ես կիսում եմ դիմացինի հետ։ Իմ համար դա մի հատ պատմություն է։ Քանի որ վերհիշելով այն տարիները, որ մեր հայ ժողովուրդը ունեցել այդ դժվարությունը եւ այդ մի փոքր հացը դժվար է վաստակել, չի եղել ինչու՞ չէ նաեւ։ Հիմա որ մենք ունենք այդ հնարավորությունը ու հեշտ հասանելի է այդ ամեն ինչը, չպետք է կորցնենք այդ արարողակարգը կոպիտ ասած, որ այդ Ավանդույթները պետք է պահվի։ Պետք է փորձենք հնարավորինս։ Առավելևս մի վայրում ենք գտնվում, որտեղ բոլոր ավանդույթները պահվում է գինեգործության մեջ եւ այն կարևոր արտադրանքի մեջ, որը ներկայացում է։ Եվ ուզում ենք նվիրել ձեզ իհարկե Վեդիալկոյի առաջարկած զանգու ընկերների համար գինին, սպիտակ եւ կարմիր, կերպարները կանցնեն կգնան, կմոռացվի հեռուստասերիալը, բայց ձեր ընկերությունը թող լինի հարատև եւ լավ պահերը ֆիքսեք իհարկե զանգուի հետ միասին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Եվ վերջում մի խաղ խաղանք, փորձենք գնանք Հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալ եւ բացահայտենք դերասաններին։ Գնացի։ Ով է հեռուստասերիալում ամենաբարին։ Ներողություն, Հարսնաձորի կերպարներից, թե իրական դերասաններից։ Կերպարներից հերթատողը տեսնում է։ Դերասանների։ Անդրանիկ Խաչատրյանը։ Ամենաջղայինը։ Այդ դեպքում յուրաքանչյուր ձեր տարբերակը ասել։ Ես եթե կողմ չլինեմ, իհարկե կբարձրաձայնեմ։ Ամենաջղայինը։ Մենք ջղային մարդիկ չունենք իրականում մեր հեռուստասերիալում։ Ես այդպես եմ ընկալում։ Չկան նյարդային դերասաններ, որ sense միշտ ուզում են արագ նկարվել, միշտ ներվային Պանիկյոր։ Այդ խնդիրը չի եղել, ոչ մեկին չի խանգարել, բայց Մեր աշխատանքային ստաֆը այնքան միասնական է եղել, այնքան մի ընտանիքի նման մի բռունցք է եղել, որ ոչ մի բացասական բան չի խանգարել։ Եթե անգամ ինչ-որ պահի ես եմ շտապել կամ մեկ ուրիշն է շտապել, միևնույն ժամանակ մենք հասկացել ենք, որ մտնում ենք նկարահանման տաղավար, շտապում ենք մինչև նկարահանման տաղավարում։ Նկարահանման տաղավարում իմ լինելը դա ինձ հաճույք է տվել, ինձ համար շատ հաճելի է եղել աշխատել այդ տաղավարում, եւ ոչ մի բացասական բան ես չեմ զգացել։ Բայց արի ասենք ջղային Ռոմելային, թող ջղայնանա։ Հա։ Ամենաընկերասերը։ Անդրանիկ Խաչատրյան։ Ես քեզ էի ցույց տալիս, որովհետև Անդրանիկին ասել էի, բայց լավ։ Ամենակարծածը, որ գալիս է եւ ասում սոված եմ, բան չկա ու տեղ։ Մարիամա Դավթյան։ Չէ, ես կողմ չեմ, քանի որ դերասաններից ենք խոսում, միայն, բայց մենք նաև ունենք աշխատանքային ստաֆ, ես մեր զվուկավիկին կի հիշացնեմ։ Նա եթե դերասաններից առանձին զվուկավիկ Արտուրին։ Ես վերջից բոլոր սերիալներում դերասանները չեն այս հարցի պատասխանի։ Ամենաարագ նկարողը։ Ամենաարագը։ Մենք իրականում բոլորս էլ արագ ենք աշխատել տվյալ պարագայում, քանի որ նախապես պատրաստված գնացել ենք, չկա։ Բայց էլի Անդրանիկ Խաչատրյանը։ Միանշանակ։ Լավ, մենք Միշտ Անդրանիկ Խաչատրյանը։ Ամենահումորով դերասանը։ Որտեղ միշտ հումորները անում, միշտ կատակները անում։ Չէ, զարմանակ, բայց էլի Անդրանիկ Խաչատրյանը։ Որովհետև եթե ինքը նկարահանման հրապարակում է, վերջ։ Դե տղեր, ձեզ մաղթենք հաջողություններ, որ կերպարները ունենան իրենց հանգուցալուծումը, դուք էլ արդեն շարունակեք հաջորդ սերիալները, հաջորդ ֆիլմերը, հաջորդ դերերը եւ մաղթենք, որպեսզի լավագույն պահերն միշտ ֆիքսեք արդեն զանգուի հետ։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք հրավերի համար, հաճելի էր գտնվել այս տաղավարում, հաճելի էր շփվել ձեր հետ, ձեզ էլ բարի ընթացք ենք մաղթում։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ։ Հիմա մի քիչ դադար կարճ, շատ կարճ, հետո վերադառնանք ու շարունակենք։
Սոնա ուզում ասել, որ բուժական նպատակներով նաև շատ կարևոր է գինու վաննաները։ Երևի թե լսած կլինես։ Ամբողջ աշխարհում կա նման տենդենց գինու վաննաներ ընդունելու, որը թարմացնում է մաշկը, տալիս է իհարկե հետաքրքիր բուժական էլեմենտներ, հարստացնում են նաև միներալներով։ Ես այսօր չեմ առաջարկում, որպեսզի նման վաննաներ մենք փնտրենք ու գտնենք այստեղ, բայց հետևել առողջությանը միշտ շատ կարևոր է։ Բայց բաց չէր լինի, գիտես, ես հիմա ամբողջությամբ պատկերացրի եւ իսկապես առողջությանը հետևելը շատ կարևոր է, սիրելի հեռուստադիտողներ, հատկապես ժամանակին կանխարգելելն է շատ կարևոր, որպեսզի մշտապես ստուգվեք, լինեք առողջ եւ չհասնի դանակը ոսկորին, նոր որոշեք դիմել մասնագետներին։ Այս հարցում իհարկե պետք է լինել հետևողական, մենք էլ մեր հերթին կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի օգնենք ձեզ։ Այո, այս հարցում մեզ օգնում է նաև Վիտամեդը, որը հանդիսանում է մեր գործընկերը։ Վիտամեդ բժշկական կենտրոնն առաջարկում է լաբորատոր, սոնոգրաֆիկ եւ ռենտգեն հետազոտությունների ամբողջական փաթեթ եւ բարձրակարգ սարքավորումներով։ Վիտամեդ բժշկական կենտրոնի մասնաճյուղ ունի Երևանում եւ նաև մարզերում։ Մանրամասների համար vitamed.am, Vitamed ճշգրիտ ախտորոշում եւ բուժում հասանելի բոլորին։ Բարև ձեզ, ես ռևմատոլոգ Անժելիկա Ջաղինյան եմ, աշխատում եմ Վիտամեդ բժշկական կենտրոնում։ Պոդագրաֆ պացիենտները հաճախ հարցնում են, նոպաները հազվադեպ են, ինչի բուժվեմ։ Դա ամենավտանգավոր մտածելակերպն է, երբ ունես պոդագրա։ Նոպաները կարող են վերադառնալ եւ ավելի հաճախ կարող են առաջանալ, ավելի ուժեղ, ավելի երկար տևող։ Կարող է հոդերը վնասվել, նույնիսկ բյուրեղների հետևանքով, քայքայվում են հոդերը, առաջանում է դեֆորմացիաներ, առաջանում են մաշկի տակ կոշտ հանգույցներ, տոֆուսներ։ Տեսանելի եւ ցավոտ են։ Երիկամները կտուժ են, առաջանում է երիկամաքարային հիվանդություն, երիկամի ֆունկցիայի վնասում։ Կարող են նաեւ ռիսկը բարձրանալ այլ հիվանդությունների, բարձր ճնշում, շաքարախ, սրտանոթային այլ հիվանդություններ։ Շարունակվում է մեր առավոտը Վեդիալկոյի հրաշալի այս գինեգործարանում, որտեղ մենք շատ սիրել ենք հատկապես էսթետիկան, որը մեր ետևում դուք տեսնում եք, եւ այսքան գինիների մեջ ես արդեն մի քիչ արբել եմ սիրելի Սուրեն, որովհետեւ օդը ամբողջությամբ այսպես գինու շնչով եւ հոտով է լցված, ինչը իհարկե շատ հաճելի է։ Այս հաճելի հետ պետք է նաև օգտակար է կիրառել, իսկ օգտակարի համար անհրաժեշտ է, որպեսզի մենք միշտ ծանոթ լինենք մեր իրավունքներին եւ օրենքներին։ Այս հարցում էլ մեզ օգնության է գալիս մեր մշտական էջը, որը կարծում եմ տիպիկ ու շատ կարևոր դիտարկումներ կանի հենց հիմա։ Ողջույն, ես Կրիտերիա ընկերության հիմնադիր փաստաբան Հասմիկ Հակոբյանն եմ։ Այսօր ուզում եմ ներկայացնել ձեռքբերման վաղեմությունը, որը նախատեսված է քաղաքացիական օրենսգրքով եւ շատ հետաքրքիր կարգավորում է, որի մասին քչերը գիտեն։ Քաղաքացիական օրենսգիրքը ունի այսպիսի կարգավորում, որ եթե անձը անշարժ գույքի սեփականատերը չէ, բայց առնվազն 10 տարի անընդմեջ, բարեխիղճ, բացահայտ եւ որպես սեփականը տիրապետում է այդ գույքը, նա կարող է դատարանի վճռով այդ գույքի նկատմամբ ստանալ սեփականության իրավունք։ Ես տվեցի կարելի ասել օրենսդրական սահմանումը եւ այստեղ երևում են այն պայմանները, որոնց առկայության դեպքում անձը կարող է գույքի նկատմամբ ստանալ սեփականության իրավունք եւ դրանք են առաջին հերթին առնվազն 10 տարի այդ գույքը տիրապետելը։ Տիրապետել նշանակում է օրինակ բնակվել այդտեղ, հոգ տանել դրա մաքրության, պահպանման, այլնի մասին։
Եվ կարևոր է, որ տիրապետումը ոչ թե գումարային լինի 10 տարի, այլ անընդմեջ։ Այսինքն անընդմեջ տիրապետումը պետք է լինի 10 տարի եւ ավելին։ Բացի դրանից կարևոր է, որ դուք այդ գույքը ոչ մեկից խլած չլինեք, հափշտակած չլինեք, բռնությամբ տիրացած չլինեք այդ գույքին եւ ի սկզբանե ունեցած լինեք հիմքեր մտածելու, որ այդ գույքը ձեռք եք բերում որպես սեփականություն։ Եվ արդեն տիրապետումը պետք է լինի նաեւ բացահայտ, ոչ մի անձից թաքուն կերպով չարվի։ Եթե այս բոլոր պայմաններն առկա են, կան բավարար չափով ապացույցներ, կարելի է դիմել դատարան եւ խնդրել, որ այդ գույքի նկատմամբ ստանաք սեփականության իրավունք։ Նշեմ նաեւ, որ այս կարգավորումը չի գործում համայնքի եւ պետության սեփականություն հանդիսացող հողերի մասով։ Ինչու՞, որովհետեւ մարդիկ այս կերպ տիրապետում են հենց համայնքի կամ պետությանը պատկանող հողամասերը, բայց տվյալ դեպքերում գործում է հողային օրենսգրքով նախատեսված ձեռքբերման վաղեմության կառուցակարգը, որի դեպքում ոչ թե սեփականության իրավունք է ստանում անձը, այլ ստանում է այդ հողամասը ձեռք բերելու նախապատվության իրավունք, այսինքն համայնքը կամ պետությունը տվյալ հողամասը օտարելու դեպքում առաջնահերթ առաջարկ են անում այն տիրապետած անձին։ Ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման հետ կապված հարցերով կարող եք դիմել մեր ընկերությանը։ Եղեք իրազեկ եւ պաշտպանված։ Առավոտյան Սուրենը արդեն նշեց գինու վաննաների մասին, որոնք իհարկե բոլորիս այսպես մտովի հաճելի երևակայական պատկերներ ստեղծվեցին եւ նշեցիր, որ հիմա չենք կարող դա կազմակերպել, ինչը իհարկե այս պահին այս պայմաններում հնարավոր չի լինի անելու, բայց ես կարծում եմ, որ քաղաքի աղմուկից փախչելու լավագույն տարբերակների մեկը, եթե դու ունես շատ քիչ ժամանակ, իհարկե սպա կենտրոն հաճախելն է, որովհետև դա եւ հանգստացնում է միտքը եւ մարմինը եւ հաճելի էներգիա ու սնուցում է լինում մարմնի համար եւ պատրաստում հաջորդիվ շաբաթվան, որպեսզի լինեք պրոդուկտիվ եւ կարողանաք լավ աշխատել։ Դե փոքրիկ հուշում էլ այս պահին տալիս ենք հենց ձեզ այցելելով այն վայրը, որտեղ այս բոլոր հրաշալի ծառայություններն առաջարկվում են։ Մարմնի պիլինգը դա համամում ոչ միայն մաշկի խնամքի միջոց է, այլ ամբողջական ռիտուալ։ Այն շատ սիրված ծառայություն է սպա կենտրոններում, որովհետև հաճախորդ է զգում է եւ ֆիզիկական, եւ հոգեբանական թեթևություն։ Սքրաբը մաշկի խնամքներից հիմնական միջոցներից մեկն է։ Այն պետք է լինի յուրաքանչյուր մարդու խնամքի մեջ, ով ցանկանում է ունենալ խնամված եւ երիտասարդ մաշկ։ Սքրաբի հիմնական նպատակն է հեռացնել մաշկի մեռած բջիջները։ Մարմնի եւ դեմքի սքրաբները լինում են հիմնականում ջրային եւ յուղային հիմքով։ Համամում տաք գոլորշի նախապես փափկեցնում է մաշկը, բացում ծակոտունները, ինչն էլ ավելի հեշտացնում է մեր մեռած մաշկի հեռացումը։ Այդ է պատճառը, որ համամային փիլինգից հետո մաշկը դառնում է ել ավելի մետաքսյա, հարթ եւ փայլուն։ Մահացած բջիջների հեռացումից հետո մաշկը սկսում է շնչել եւ ակտիվորեն ձևավորում է նոր բջիջներ։ Այն ունի լիմֆոդրենաժային ազդեցություն, որն օգնում է հեռացնել ավելորդ հեղուկը եւ նվազեցնել արտուցվածությունը։ Տնային պայմաններում սքրաբավորումը խորհուրդ է տրվում իրականացնել շաբաթը 1-ից 2 անգամ, իսկ համամային ավելի խորը տարբերակը ցանկալի է ոչ այդքան հաճախակի, այսինքն մոտավորապես 10-ից 15 օրվա ընդմիջումով։ Մեր սպայում առաջարկվում է սքրաբների լայն տեսականի, ինչպես օրգանական, բնական միջոցներից պատրաստված նյութերով, այնպես էլ գործարանային պրոֆեսիոնալ կոսմետիկ միջոցներով։ Յուրաքանչյուր սքրաբ ընտրվում է մաշկի համապատասխան, որպեսզի պրոցեդուրան լինի ոչ միայն արդյունավետ, այլ նաև լինի հաճելի եւ անվտանգ։ Եվ վերջում ցանկանում եմ նշել, երբ մաշկը ազատվում է հնից, մարմինը սկսում է փայլել եւ լցվում է նոր էներգիայով։
Բարի առավոտ եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր ծրագիրը Վեդիալկոյի այս հրաշալի վայրից, որտեղ արդեն հարմար տեղավորվել ենք եւ այս գեղեցկությունը գրավել է մեր ուշադրությունը, որոշել ենք այսուհետեւ այստեղից մեր հաղորդումները կազմակերպել, չգիտեմ ինչքանով հնարավոր կլինի դա անել, բայց այս պահին ունենք ավելի բարձր տրամադրություն պայմանավորված տեղով եւ մեր հրաշալի հյուրով։ Մեր հյուրն է Արմուշը։ Բարի լույս, Արմուշ։ Լինում է այնպես որ գիշերն այնպես անցկացնես, որ հաջորդ օրն արտանաս նմանատիպ վայրում դեռ չհիշես ինչ էր եղել գիշերը։ Հա, ծծում առաջին անգամ նման ֆորմատով առաջին անգամ ու ողջունում եմ ձեր բոլոր հյուրերին, որ առավոտ կարողանում են գան հասնել Վեդի, որպեսզի մասնակցեն ձեր հաղորդաշարին, ձեր բարի լույսին, բարի բուն իմաստով բարի լույսին։ Բայց այսօր որ արժեր։ Իհարկե շատ գեղեցիկ է, շատ սիրուն է։ Արմուշ, վերջին անգամ երբ որ քեզ տեսանք մեր տաղավարում, դրանից հետո տենց մի հետաքրքիր ուշաթափություն եղավ կոմը։ Չեմ ուզում բարձրաձայնել դրա մասին, որովհետև շատ մարդիկ չգիտեն։ Շոկից։ Այո, տաղավարում։ Հիմա ուզում եմ հասկանամ աշխատանքային process-ը, որովհետև նոր էր վերադարձել եւ այսպես ամեն ինչ լավ տրամադրության մեջ էր։ Ուզում եմ հասկանամ այս ընթացքում դե բնականաբար հետևելով քո գործունեությանը հասկացանք, որ բավականին այսպես ծավալուն գործունեություն է ծավալվել, հա։ Ինչ փուլի վրա է հիմա այստեղ։ Էլի կրկին տենց հղիացած պրոյեկտներով, հեսա շուտով էլի նոր ձևաչափով հանդես կգամ, շատ փակագծեր չեմ ուզում բացել եւ առջևում ունենք ծրագրեր, որը պետք է իրականություն դարձնենք։ Այո, մեկա եւ մի անգամից սկսվեց, ոնց որ ասած, այդ 10 տարվա բացակայության պորտկումը տեղի ունեցավ։ Մեկը մյուսի հետևից պրոյեկտները, երկու հաստատ մի խոսքով տենց սիտկոմեր, բաներ, տենց եւ հիմա էլ վիտամինի համերգները գրանցելով ռեկորդային սոլդաուտներ, մի խոսքով վերջերս վերադարձանք Եվրոպայից եւ կրկին էլի շարունակելու ենք Եվրոպան, ամառը կրկին Հայաստանում, աշնանը Ռուսաստանում կրկին, մի խոսքով այդպես բուրն ու այս ընթացքում բնականաբար էլի նոր պրոյեկտներ, արդեն անհատական պրոյեկտներ, շուտով անհատական մի քիչ մանրամասնենք, ինչա նշանակում։ Անհատական մոտեցումով։ Լավ, օքեյ, հասկացա։ Ֆուտբոլային տերմինով ասած անհատական մոտեցումը, բայց իջերից եք, բնականաբար ժանրին հոգեհարազատ մնալով հումորային պրոյեկտներից ցած, բայց արդեն ոնց ասած անհատական իմ պրոյեկտը, մեր պրոյեկտը, իմ ու ընկերոջս պրոյեկտը։ Ինձ թվում է դուք այդ պրոյեկտների շատությունից հասկացաք մենք ձեզ ինչքան շատ էինք կարոտել, երբ որ դուք Միացյալ Նահանգներում եք։ Ինձ հետաքրքիր է, որ գալիս եք պատկերացնում եք, որ այդքան շատ կլինեն առաջարկները, արդեն գիտեիք, թե եկաք ու ստեղ սկսվեց։ Ցենց ասեմ, սկիզբը սկսվել է Ռաֆայել Ձերանոսյան, երբ որ ինքը զանգարեց, կանչեց սիտկոմ նկարահանվել, ես եկա մի ամիս մնացի, հետ գնացի ու ես հասկացա, որ ես պետք է հետ գամ։ Եկա ու սկսվեց երկրորդը ու դրանից հետո արդեն հասկացա, որ այո, ժամանակն էր վերադառնալու, բայց չեմ էլ ափսոսում այն 10 տարիները, որը այնտեղ եմ եղել, ճիշտ է, ես աշխատանքով չեմ զբաղվել այնտեղ, բայց ամենայն դեպս մոտ եմ եղել, թե ռեստորանային մշակույթին հանդիսավարություն, մի խոսքով տենց այնտեղ էլ տենց գեղարվեստական ֆիլմ նկարվեց, մասնակցեցինք, մի խոսքով հնարավորինս բեմի հետ աշխատել եմ կապ ունենալ, անգամ թեկուս ռեստորանում աշխատելով խոսափող լինի ձեռս ժողովրդի հետ ինտերակտիվ շփում, մի խոսքով այդ ամեն ինչը, բայց ընդհանրապես ասենք այդպես ոնց որ հիմա եմ զբաղված իմ սիրած աշխատանքով այստեղ, ես այնտեղ դրանով չեմ զբաղվել։ Եղավ այս ընթացքում այն ինչը որ բոլորի համար արդեն վաղուց մտածում են որ էլ երբեք չի լինի, այսինքն վիտամին ակումբի վերամիավորումը, հա։ Սա ինչ էր։ Սա կարոտած ընկերների նորից հավաքվել էր թե պրոյեկտ։ Նայ, ասեմ, իմ ընկերներն էլ կփաստեն, ընկերներս էլ կփաստեն։ Մի 4-5 տարի է ես ամեն տարի զանգարում եմ, ասում տղեկ եկեք համերգ անենք։ Տղեկ եկեք համերգ անենք, տղեկ համը մեկ իր զբաղվածությունով, Վաչեն այնտեղ Հոլիվուդով, արդեն Արամ իր համերգերով, Գարիկ այնտեղ Ռոբը TV-ով, մի խոսքով սենց, ոնց որ ասած ամեն մեկ արդեն հիմնովի կայացած, արի իրանց անհատական ճանապարհով ու իրանց խիտ գրաֆիկ ունենալով, ուղղակի ամեն տարի իրանք ասում էին Արմուշ չլնողա, որովհետև չենք հավաքվի, որովհետև պետք է գրվի, որովհետև դա նշանակում է մեր գործունեությունից հեռու մնանք արդեն մի որոշ ժամանակ, մի երկու ամիս, որ սցենարը գրվի, հետո փորձերը բան, որը խելքներս չի կտրում։ Ու անցավ, ամեն տարի չէի հուսահատվում, անցավ, անցած տարի արդեն ոնց որ ասած մեր ընկերը Միացյալ Նահանգներից զանգ արեց, ասաց լսեք, ես ուզում եմ որ անենք ու ես պատրաստ եմ ամեն ինչով
աջակցեմ, ֆինանսավորեմ, մի խոսքով, բայց անենք։ Համաձայն եք, որ բոլորս ապրեցինք, զանգարեցինք իրար, դե մեկը մյուսի հետ սինխրոնանալով, ժամանակի հետ, գործունեության հետ, որ մեկը մյուսին չխանգարի, ասենք պետք է անենք։ Ու մի քիչ այդպես իմ մոտ չեղը, բայց եղել է կասկածանքներ, իսկ կարող է հանգարց չլծվի, իսկ կարող է հանգարց։ Ես միշտ բարձրաձայնել եմ անհնար է 150% լինելու են sold out-ներ։ Ու տենց էլ եղավ, սցենար գրեցինք։ Դադարը քանի տարվա էր, 10? 11։ 11։ Որ սկսեցինք առաջարկ եղավ, այդ վաղ 10 էր, հիմա Բացի մազերը թափվելուց, ինչ որ բան թափվել էր պրոյեկտում։ Չէ, մնացած սա ամենից տեղում էր։ Մենակ տիկոն չկար, տիկոն էր թափվել։ Աշնան տերևինը վարա։ Տիկոնը դե այնտեղ բավական, օրինակ տիկոյի մոտ այնտեղ ստացվեց բիզնեսով զբաղվել է։ Մարդու բնավորություն է, ասենք տիկոյի մոտ ստացվեց, ու հետո բացեցել իր գրաֆիկներ էր այնտեղ ծանրաբեռնված։ Հետո հասկացանք մի բան միասին, որ ինքը կարող է գա մի 3 համերգ, հետո չկարանա մնացածին, իսկ ինքը այնտեղ անելիքներ իրականում բավականին զբաղվածություն ունի։ Դա համար եկանք առողջ հայտարարի միասին, որ ավաղ Տիգրանը չկա մեզ։ Պրոյեկտը լքում է Տիգրանը։ Եղել եք համերգին դուք։ Ես եղել եմ։ Ես չէ։ Լուրջ ես ասում։ Որտեղ այդպես ընկերություն չես անում։ Ինֆորմացիա կրազմշլիելու։ Իսկ Միացյալ Նահանգներ կգնա վիտամինը։ Գնացել հենց այնտեղից ենք սկսել, հենց այնտեղից սկսեցինք, բայց Էլի տիկոն չկար։ Չկար, հետի կար։ Բայց ես կարող եմ գնանք, բայց ամենաուժեղ միավորը մեզ հետ չի կարողանում գա, դա գարիկն է։ Իսկ դա մեր համար մեծ կորուստ է, հենց բեմի վրա, հենց զուտ հանդիսատես, զուտ ամեն ինչով ինքը շատ ուժեղ միավոր է, էլի։ Ոնց որ ասած սրտներս կախենք, այդ ոնց որ չուզենանք ենք գնալ, որովհետև մենք մեր մեջ համարում ենք անիմաստ։ Բայց հումորի տեսանկյունով առնուշ, որովհետև մենք գիտենք, որ Հայաստանի հայերը ուրիշ հումոր ունեն, Ռուսաստանի հայերը ուրիշ հումոր, Ամերիկան ուրիշ, Եվրոպան ուրիշ։ Փոփոխություններ արվում է սցենարի մեջ, թե։ Ասենց ասեմ, Ամերիկայում չէ, որովհետև Ամերիկան նույն Հայաստանով ապրող ժողովուրդն են, նույն հայերն են, ամեն ինչից տեղյակ են, կենցաղներից, իրադարձություններից, թեմաներից, արդիական մի խոսքով, Ամերիկան, Միացյալ Նահանգները ավելի ասենց Հայաստանի հետ կապված են։ Ռուսաստանը չէ, Ռուսաստանի հետ ադապտացիաներ անում ենք կամ ինչ-որ բան, Եվրոպայինն էլ էլի ադապտացիաներ անում ենք, բայց կոնկրետ Ամերիկային, ասես գնում ենք հանգիստ, ոնց ինչ տեղ ենք ելույթներ, նույնը այնտեղ, որ գիտենք հաստատ է։ Բայց էլի բնականաբար այտենց նաև չենք անտեսում այնտեղի մեր հայրենակիցներին, ովքեր Բեյրութից են, ովքեր Իրանից են, մի խոսքով անդրադարձ կատարում ենք, տենց թեթև անդրադարձ կատարում ենք, բայց շեշտ չենք դնում, էլի շեշտը դրա վրա չենք դնում։ Մի խոսքով ամենտեղ բնականաբար ադապտացիաներ լինում են, որպեսզի իրանց էլ ինչ-որ հոգի հարազատ, որ իրանք էլ զարմանան, մենք ոնց ենք իրանցից տեղյակ, իրանց խոհանոցից էլ, գնում ենք մի անգամ տենց հարց ու փորձ ենք անում, աշխատում ենք շատ արագ ինտեգրել, տենց։ Թրամփի համարը շատ լավն է, ես շատ մերսի։ Թրամփի համարը շատ եմ հավանել, շատ ծիծաղալու էր, շատ ուժեղ էր, ու այդ համարով պայմանավորված հարց ունեմ, իմպրովիզներ բեմում շատ են լինում, որովհետև ես այդտեղ հասկացա հումորից, ինչ որ հումոր կար, որը նոր էր, քաղաքական իրավիճակներով պայմանավորված, որ նոր էր ավելացել, ես վստահ եմ, որ սցենարը գրելիս, հիմա վերջինը վաբշ է, այս ամսի 10-ը որ տեղի ունեցավ, այդ ժամանակ ընդհանրապես վաբշ ուրիշ ադապտացիաներ ա եղել։ Իսկ դա լինում է իմպրովիզ բեմում, թե մի ոտք շուտ գրում եք։ Երբ որ ինչ-որ կոնկրետ բան կա, երբ որ ինչ-որ կոնկրետ բան կա, որ իրադարձություն ա եղել, դա մտածված սիրուն դասավորում ենք, բայց իմպրովիզը անհնար է, էլի չլինի, որովհետև գիտեք, ես մի հատ մեր մոտ կարծրատիպ կա, որ մեկս մյուսին պետք է խնդստենք բեմի վրա, անսպասելի։ Կլինի տեքստ, կլինի խաղ, կլինի միմիկա, որ տենանք ով է դիմանում։ Ու շատ ժամանակ դե շատ ենք խնդում։ Մանավանդ վերջի համերգին տենց անսպասելի բաներ իմ կողմից տենց արամի մի խոսքով անում մեկս մի բան անում ենք ու մեկս մյուսին չենք ասում ինչա լինելու էլի անում մեկս ոնց որ մի բան մտածենք որ այս համարի մեջ էսի եմ անելու որ տենամ կդիմանա թե մեկս մյուսին կնդստում ենք Արուշ, բայց տարիների ընթացքում փոխվել էին մարդիկ հանդիսատեսը չէ տղերքը որովհետև ամեն մեկ իր ճանապարհն էր անցել հասունացել էր հումորին կալումներ փոխվել Նայ չէ լուրջ եմ ասում վիտամինի ֆորմատում բոլորս մնացել ենք նույն տեղում Ճիշտ ավելի ենք մտածելակերպ ավելի է փոխվել,
մոտեցումը ավելի մի քիչ հիմա ավելի տենց հասուն ենք, ավելի իմաստուն ենք մոտենում դրան, բայց որպես վիտամինցի ոչ մի բան չի փոխվում։ Մենք էլի կրկին իրար այդ ոնց որ ասած բեմի վրա ասած ջրում ենք, ձուկը ջրում, մեկս մյուսի հետ կապված էլի այդ նույն իմպրովիզները, մեկս մյուսի վրա հանակ անել, այդ ամենը չի մնացել է։ Հումորի լեզվով ասած մեկս մյուսի վրա լռվել է, որ գժալը լռվել է այդ Հիմա մտածում եմ մենք ենք ավելի շատ վիտամինը կարոտել, թե դուք ու չեմ գտնում պատասխանը, որովհետև ինձ թվում է ինչքան շատ մենք ենք կարոտել, այդքան էլ դուք եք կարոտել։ Սենց ասեմ, մենք կարոտել էինք մենք կարոտել էինք այն ինչ որ ստեղծել էինք։ Մենք կարոտել ենք այս հավաքվելը մեր կարոտել էինք այդ առօրյան անցկացնելը, միասին սցենար գրելը, փորձերը, այդ էինք կարոտել։ Մենք էլի վիտամին ենք կարոտել ենք, բայց մենք ընթացքն էինք կարոտել, այդ ստեղծագործական ընթացքը, էլի անգամ այդ ստեղծագործական ընթացքում կուրիոզ դեպքեր շատ են լինում, էլի։ Որ կարա լինի ընդհանրապես աշխատանք չարվի, բայց մեկս մյուսի հետ ինչ-որ էս կապված ու ամբողջ օրը հա-հա-հի-հի-ով տենց անցնի ու ամենակարևորը ժողովրդից հասկացանք, որ ժողովուրդ ավելի շատ էր կարոտել, որովհետև չեմ ուզում ոչ մեկին նեղացնեմ, մեր բոլոր այդ ժանրով զբաղվող երեխեքին, մարդկանց, բայց իրականում մենք հասկացանք, որ մենք ձեռագիր ենք թողել, մենք ինչ-որ տես ստորագրություն ունենք, որը միջև այսօր ապրում է ու ցավոք սրտի համեմատական են տանում մեր հանդիսատեսը, բայց դե մենք ուրախ ենք մեր ստորագրության համար, միևնույն ժամանակ에 ոնց որ որպես համեստ մարդիկ ասում ենք լավ, դե հիմա իրանք էլ են դե սկսել, նոր են սկսել, միգուցե կողմ են, մեկը իրանք միաձայն ասում են, որ ոչ, ձեր որակը ուրիշ է, միջև այսօր ապրում է ու միջև այսօր նայում ենք, իսկ դա արդեն Իսկ ինչն է դրա գրավականը։ Գրավականը ինձ թվում է մեր թիմի բոլոր մեր տղաների անհատականություններն են ու մոտեցումը ու ապրածը, այն ինչ որ մենք անցել ենք հումորի ասպարեզում, սկսած մեր կավեներից, բոլորս այդ կավենի դպրոց անցել ենք, բոլորս ունեցել ենք մեր կուրքերը, ասենք, սկսած եռմից, նոր հայերից, շարմից, ասենք, փորձել ենք նրանցից սնվել, ոչ թե փորձել ենք, այլ սնվել ենք նրանից ժամանակին, ասենք, շարմից մենք սնվում ենք այդ ինտելեկտ հումորները, իրանց տեսքը, իրանց вообще, ասենք, Հայաստանը ներկայացնելը, որ այդ մութ-ցուրտ տարիներին մեզ ողջավորություն կար ու ուզում էր նմանվել, դու էլ ասել։ Հետո եկավ նոր հայերի ժամանակը, երբ որ խոսքի, ասենք, իրան կավենում հեղափոխություն արեցին, սարքեցին շոու, իրականում իրան դարձրեցին կավենը շոու։ Նոր հայերն են դա արել, որտեղ առաջինն էին, որ բերեցին Տոդես, իրանց այդ պարիսստեից դրուժբայի խումբը տարան, հետո բանը այնտեղ Ֆիլիպի բեկվակալներ կանգնեցին, տենց բան ռուսական թմերը ոչ մեկ իրան թույլ չէր տվել ու մենք նոր հայերը դա արեցին։ Ու այդ էլ ստորագրություն էր ու դրանից ողջևորվելով մենք էլ մտանք Հայաստանի, բարձրագույն լիգան սկսեցինք, տենց մի խոսքով այդ քայլերը ու թե Արամը, թե Լյուդվիգովիչը այն ժամանակ որ մեզ հետ էր 32-ում, թե Ռոբը, մի խոսքով բոլորս անցած ունենք ու բոլորիս աշխարհայացք նույնն էր։ Բոլորս սիրում էինք հումորը ու բոլորս սիրում էինք այդ խաղը, այդ ժանրը, այդ սկեչային, ստենդափ ժանրը, մի խոսքով այդ կարիկատուրնի վիճակները, մուլտյաշ վիճակները բեմարտակում ու տենց հավաքվեցինք ու դա գրավականը հենց դրանում է, որ բոլորիս աշխարհայացքը նույնն է ու սիրել ենք դա։ Այդ հումոր ժանրը։ Որպես հումորիստ կա հումորի թեմա, որը քեզ համար ծիծաղելի չի։ Ամենը չէ, ես օրինակ բոլոր տեսակի ժանրերի հումորը սիրում եմ, բայց որ ծիծաղացնի ինքը, էլի, ասենք համարում եմ ամենահեշտը դա ռուսերեն ասած պոշտի հումորն է, օրինակ Ռուսաստանի հումորը իմ համար շատ հեշտ հումոր է, շատ, որտեվ այնտեղ իրանց լեքսիկոնի մեջ, իրանց բառապաշարի մեջ ազատությունը շատ է, իրանք դրանով շատ ծիծաղացնում են իրանց ազգային, իրանց խմելու հետ կապված մի խոսքով կնոջ դերը իրանց կյանքում ու այդ լեքսիկոնի մեջ կենցաղային բառերը, մատը, մի խոսքով, այդ իմ համար մի քիչ տենց հեշտ խնդստելու է, էլի, ասենք, նույնը խոսքի հայկական հումորների մեջ, եթե այդպես պոշտեն կա, բայց չի խնդստում, իմ համար խնդալու չի, բայց եթե ինքը խնդստում է, խնդալու է, կարա լինի։ Նենց որ ասեմ, չկա, չէ, բայց ամենաշատը սիրում եմ սև հումոր։ Սև հումորը շատ եմ սիրում, շատ ու ցես ամերիկյան ստենդափերներին որ նայում եմ, չէ, ասենք իրանք, իրանց զալերը որ լցվում են դահլիճները,
ու իրանք գիտեն ուր են գնում, սև հումորի են գնում ու դուք չեք պատկերացնում անգամ այդ թերի մարդիկ ովքեր որ ինչ-որ բաների զրկված են կամ թերի են իրանք ծնունդով կամ իրանք ֆիզիկականով, իրանք հենց առաջի շարքն են նստած ու չեք պատկերացնում իրանք վրա ոնց են ծիծաղում ու այդ ստենդափը առանց քաշվելու, առանց վատը զգալու էլի իրանք հետ է կապում էլի այդ ամբողջ այդ սև հումորն եմ սիրում այդ էլ խոսում է նրա մասին որ այդ անգամ այդ մարդը ովքեր մեկը կլինի հաշմանդամ մեկը չլսող կամ բան բայց ինքը իր վրա կարողանում է ծիծաղել դա մեծ հումորի զգացում պետք է ունենա որ դե սամաիրոնիան ամենախնդալու բանն է ինքնաիրոնիան այդպես Բայց հայկական հումորը շատ զգուշություն է պահանջում, որովհետև մեր դեպքում քննադատողները շատ են։ Մեր գենետիկ կոդն է, մեր գենետիկ կոդն է այդպես բարդ, երբ որ մենք 32-ը սկսում ենք ու առաջի ելույթը մենք հրավիրեցինք հեռուստաընկերությունների բոլոր պրոդյուսերներին, ռեժիսորներին, մի խոսքով հրավիրատոմսով ա եղել ու աստղեր հրավիրեցինք։ Ջավինյան Ռուբենը, Դեյրանել էինք հրավիրել։ Դուրս եկավ, դե ծիծաղացրեցինք, ես մեր առաջին ելույթներ, մենք չգիտենք ինչ էր լինելու հետո։ Դուրս եկավ, ասես բրատ, ասես դուք շատ դժվար գործ եք, սկսի ասեցինք, խի ասեց որտեվ ես խնդալու ազգին պետք է խնդեսնեք։ Հասկանում ես, իր ասածը, բայց հակառակն էր, այսինքն դժվար է մեզ խնդեսնելը ու իրանց պետք է խնդեսնեք։ Հասկանում եք, ասում է իրանք խնդալու են, խնդեսնող են, ու այդ խնդեսնողին պետք է խնդեսնես։ Ասում է շատ դժվար գործ եք սկսել։ Սենց եղավ, բայց մենք գնացինք ու սկսեցինք խնդրել։ Այդ էլ մեր գենետիկ կոդն է, որ մի քիչ դե այդ այլ հայն է, հայ կերպարն է, մեր վերաբերմունքը այդ բառապաշարի բանին մի քիչ զգուշ ենք, ավելի տենց նուրբ եմ վերաբերում, հատկապես երբ որ կանայք են մեր կողքը, երեխաները են մեր կողքի, իսկ ռուսները այդ խնդիրները չունեն։ Բայց այսօր արդեն ոնց որ թե այդ կարծրատիպն էլ է կոտրվել իր շնորհիվ մի մարդու, որ Միացյալ Նահանգներում նստած է հիմա այս պահին, իր շնորհիվ սկսեցի մեր ումանուկ հայհոյանքները ընկալել նորմալ։ Իսկ դու ունես հումոր, որ միշտ բարդ իրավիճակների համար պահում ես, որ օրինակ չեն ծիծաղում, բայց այդ հումորը միշտ երբ անում ես Չէ, հետ գցած հումոր։ Պահեստային հումորները կան։ Չէ, տեղում ամեն ինչը տեղում տեղն է ինձ թելադրում, ինչ կարա լինի։ Իրավիճակը մտնոլորտն է թելադրում, որ ինչ կարա լինի, այդ պահին, բայց տենց է որ սս դրած ապա դա չէ, չկա տես բան։ Արմուշ, երբ որ գինու բաժակ ես բարձրացնում, ինչ ես ամենակարևորը մաղթում։ Ես գիտես ինչը նախ ամենառավոտ սկսում եմ փառք տալ Տիրոջը, որ արթնացել եմ։ Հա, փառք եմ տալու, որ արթնացել եմ ու նրանից 3 բան եմ միշտ խնդրում։ Աշխարհին խաղաղություն, հիվանդներին առողջություն, իսկ սովածներին հանապազորյա հաց։ Այդ 3 բանը միշտ խնդրում եմ իրան ու հայրմերը։ Մտքիս մեջ հանգիստ ասում եմ հայրմերը։ Ու ասած ասեմ գինու շուրջ ավելի շատ գիտեք, ինչ գինին ինձ համար շատ հետաքրքիր վայելելու խմիչք է, ոնց որ ինքը գինին մենակ ցենց հանդիպենք ընկերներով ու պրոստը ինքը ասենք բարով տեսանք, ինչ լավ է հավաքվել ենք։ Ու դրանից հետո գինիով չի ստացվում կենաց ասել, հասկանում ես, գինի որտեվ սիրում է ինքը, ասած մշակույթ է սիրում, գեղեցկություն է սիրում, գեղեցկուհու է սիրում, հասկանում ես, գեղեցիկ սեռ է սիրում, մի խոսքով գեղեցիկ շփում, գեղեցիկ հագուստ, մի խոսքով գեղեցիկ մթնոլորտ է, ինքը ոնց որ իմ համար կենաց չսիրի, ինքը պրոստես, ինքը զրնգոց է, բաժակների զրնգոցն է սիրում։ Դե ուրեմն այս զանգուն որը հատուկ պահեր է արմահասնելու համար է, հաստատ կլինի այն պահը, երբ որ կզրնգացնի բաժակները եւ հաստատ ինչ որ հաճելի միջավայրում կբացվի։ Այո, հատկապես սպիտակն եմ ես շատ սիրում։ Սպիտակը։ Հա, ես սպիտակը եմ։ Կարմիրն եմ սիրում, բայց սպիտակը ինքը ինձ համար ավելի տենց թեթև, ավելի երկար կարող եմ նստել սպիտակի շուրջ, կարանք շատ խմենք իրար հետ, բայց կարմիրի մյուս օրը ծանր եմ, բայց սպիտակը Զանգուի դեպքում չեմ կարծում ծանրություն զգաս, հակառակը թեթևություն կլինի, որովհետև կոդաներ եմ չէ տալի ռեկլամը։ Մենք այստեղ արդեն շրջել ենք գինու մառաններով ու հասկացել ենք ոնց է պատրաստվում, այս դեպքում ավանդույթները պահպանվում են։ Եվ հենց գեղեցկուհուների ձեռքով էլ պատրաստվում է այս ամեն ինչը։ Լուրջ եք ասում, թե ոտքերը։ Դե այդքան չենք խորացել։ Խաղողոտ են ճմրել, ավանդույթները պահպանվում են։ Շատ շնորհակալություն, իրականում ասենց ասեմ, օրինակ Կալիֆոռնիայում
Կալիֆոռնիայի գինիները ինձ համար կրում են բոլոր եվրոպական գինիներին, բոլոր, որովհետև Կալիֆոռնիայում որովհետև եղանակն է կլիման է միշտ ստաբիլ տաք, ունդեղ խաղողների տեսականին է շատ, ունդեղի ամենաէժան գինին, լուրջ եմ ասում, եվրոպական ամենաթանկ գինին կրածում։ Իսկ հայկական գինիները ամբողջ աշխարհի գինիներին կրած։ Այ ապրես, ես գալիս եի կամ իսկ որ եկա ես վերադարձա, ես առաջ անգամ մեր լավագույններից ծանոթացա այնտեղ, մեր հայկականներից, ես որ վերադարձա, ես սկսեցի հայկականները փորձել, դե ես էլ եմ փորձել։ Ու սկսեցի մեր հայկական սպիտակները փորձել, ես ինչ համով է, ու ես ինչ թեթև է, ես ինչ լավն է, էլի, դու քեզ լավ ես զգում հետո, մյուս օրն էլ ես լավ զգում։ Արևի երկիր ենք դրանից է։ Արևի եւ ժայռերի։ Ժայռերի երկիր, դու փոքր ժամանակ հիշում ես Վալոդի Աբաջանը, արտասանն է ժայռերի երկիր, Հայաստան, Շնորհակալ ենք քեզ, որովհետև շատ կարևոր էր առավոտը, հատկապես հանգստյան օրվա առավոտը, սկսել հումորով ու տրամադրության մարդու հետ։ Բայց այդքան էլ հումոր չարեցինք, Ես այդքան էլ չէր, բայց հաճելի։ Այ հարցնում պահած հումոր չկա, ցավոք դեպքերի համար։ Շնորհակալ ենք քեզ ու մաղթում ենք, որպեսզի հաջորդ հանդիպումներին ելի ես լավ տրամադրությունը, էնտուզիազմը եւ ընկերների մասին ջերմ խոսքերն ու արտահայտությունները լինեն։ Շնորհակալ եմ նաեւ ձեզ, որ ինձ հրավիրել եք, շատ հետաքրքիր, շատ սիրեցի։ Էլի կգամ։ Անպայման։ Դուք էլ էլի եկեք, որովհետև այս այն ամենակարևոր հետաքրքիր վայրերից է։ Այո, իսկ մենք հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Սոնա, կարծում շատ հրաշալի ստացվեց այս առավոտը հանգստյան, այս առավոտն անցկացնել հենց Վեդի Ալկոյի այս հրաշալի բնությամբ լի ու արվեստով լի վայրում։ Նրանք, ովքեր ունեն մեծ ցանկություն, արդեն նշեցինք, որ կարող են գալ եւ հանգիստ այստեղ կազմակերպել իրենց համար նախընտրելի ու հաճելի հանգիստը, միևնույն ժամանակ համտեսել այն բոլոր արտադրանքները, որը ներկայացնում է Վեդի Ալկոն։ Այո, իդեպ մենք հաճելիորեն զարմացանք, երբ իմացանք, որ կոմերցիոն առումներով եւս այստեղ տրամադրվում է տարածքը, կարող եք հանգիստ գալ տարբեր առիթներ տոնելու եւ եթե ունեք դրսից հյուրեր կամ ընտանիքի անդամներով ցանկանում եք կտրվել քաղաքի աղմուկից եւ ունենալ քաղաքից մի փոքր հեռու եւ շատ մոտ եւ շատ այսպես ամբողջությամբ բնության գրկում օր, ապա կարող եք գալ Վեդի Ալկոյի գինու գործարան, վայելել այստեղի բնությունը։ Իդեպ նկատեցիր, որ լուսապայծառ Արարատյան առավոտը ամբողջությամբ այստեղ մեծ պատկերով մեր առջև էր եւ կարծես թե Ռաֆին այդ ստեղծագործությունը գրել էր հենց մեր առաջ եղած պատկերը դիտելիս, այնպես որ կարող եք նկատի ունենալ եւ գալ այստեղ ընտանիքի անդամների հետ, հյուրերի հետ եւ եթե ունեք լավ առիթներ տոնելու, հատկապես ամռանը բացօթյա առիթների համար հրաշալի վայր է։ Եվ չմոռանաք նաեւ այս ամենը ֆիքսել, որովհետեւ հենց զանգուգինին, որն առաջարկում է Վեդի Ալկոն, հատուկ լավ պահերը ֆիքսելու համար է։ Իսկ ձեր լավագույն առիթները վստահեք բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Իսկ եթե ուզում եք դուր գալ կանանց ու գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, չմոռանաք այցելել Master Right, որի հասցեն Նալբանդյան 37-ն է։ Ինչպես դատում եք իմ սանրվածքից, այսօր փակ է Նալբանդյան 37 Master Right-ը։ Իսկ ոչային եւ տարբերվող կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այն շատ էսթետ խանութսրահն ունի երկու հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33, այցելեք եւ գտեք Դաֆնի ամառվա ամբողջ նոր տեսականին այս երկու խանութսրահների հասցեներում եւ իհարկե եղեք ոչային ու հարմարավետ։ Որքան էլ փոխենք մեր աշխարհագրական դիրքը, չի փոխվում այն հասցեն, որտեղից որ հեռարձակվում է մեր եթերը ATV յուրաքանչյուր հանգստյան օր։ Այնպես որ մնում ենք հավատարիմ մեր ավանդույթներին եւ չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։